Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այսօր տեղի կունենա նրա հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնի է օրակարգը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, թե իբր 107 տարի առաջ արմատական հայկական խմբավորումները ադրբեջանցիների զանգվածային սպանություններ են իրագործել։ Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական ոչ հավաստի նարատիվներ, որոնք ցավալիորեն Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնական։ Նոր նշանակում ազգային անվտանգության ծառայությունում վարչապետի որոշմամբ Տիգրան Հարությունյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Անկախ դիտորդ դաշինքը մարտի 9-ից մեկնարկած երկարաժամկետ դիտորդության արդյունքում արձանագրել է մի շարք մրտահոգություններ եւ ահազանգեր։ Էպիկենտրոնում են քաղաքացիական պայմանագիրը, միասնության թևերն ու ուժեղ Հայաստանը։ Քննչական կոմիտեն այսօր վաղ առավոտից կրկին մտել է երկվորյակ աշակերտների տուն, երկրորդ անգամ խուզարկելով նրանց բնակարանը։ Եղբայրներից Միքայելը 3 ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք եւ գրավ, իսկ Դավիթ Մինասյանին տարել էին կալանքի, որոշումը կհրապարակվի րոպեներ անց։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր ապրիլի 1-ն է, չորեքշաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ տեղի կունենա նրա հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ Կրեմլի, երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային լոգիստիկ կապերի զարգացումը։ Փաշինյանը վերջին անգամ Ռուսաստանում եղել է 25 թվականի սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով։ Նա մի քանի երկրների ղեկավարների հետ մասնակցում էր Մոսկվայում անցկացված համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին, իսկ դրանից առաջ էլ նախորդ տարվա մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու նպատակով էր մեկնել Մոսկվա։ Մարտի 23-ին էլ տեղի էր ունեցել Հայաստանի Պետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր ու պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։ Գլխավոր եւ թերևս ամենակարևոր հարցը հենց այցի ընթացքում կլինի Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցը։ Հայաստանը ցանկանում է ռուսական օպերատորից ռուսական երկաթուղիներից կոնցեսիան փոխանցել երրորդ երկրի 25 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը իր ռուս գործընկերներին խնդրել էր արագ վերականգնել երկաթուղու այն հատվածները, որոնք տանում են դեպի Թուրքիա եւ Ադրբեջանի հետ սահմաններ։ Այդ հատվածները անհրաժեշտ են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև Թրամփի երթուղի տրանսպորտային նախագծի իրականացման համար։ Փաշինյանի գնահատմամբ ռուսական կառավարման պայմաններում Հայաստանը կորցնում է ռազմավարական դիրքն ու մրցակցային առավելությունը։ Փետրվարին Փաշինյանն առաջարկել էր կոնցեսիան վաճառել բարեկամ երկրների, օրինակ Ղազախստանին, որը կապեր ունի թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի հետ։ Ռուսական կողմը բացասական դիրքորոշում էր հայտնել։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, թե ընկերությունը կատարում է պարտավորությունները եւ ներդրումներ է անում։ Իսկ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու վերաբերյալ։ Կարող եմ ասել, որ նախ մենք որևէ մեկին որևէ զիջում տրամադրելու ծրագրեր չունենք, երկրորդ մեր գործընկերներն ու պարտներները Հայաստանում այս հարցերը մեզ հետ պաշտոնական մակարդակով չեն քննարկել։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Նիկիտինը։ Նա ընդգծել է, որ Ղազախստանի հետ այդ հարցի շուրջ նույնպես որևէ շփում չկա։ Մարտի 26-ին Փաշինյանը հույս հայտնեց, որ Ռուսաստանը եւ Հայաստանը կհամաձայնեն կառավարումը փոխանցել իրենց Ղազախ գործընկերներին, սակայն մինչ օրս նրա ռուսաստանցի գործընկերներն այդ տարբերակին հավանություն չեն տվել։ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ, Ռուսաստանը շարունակում է լինել կարևոր գործընկեր տնտեսության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում։ Միաժամանակ Հայաստանը ակտիվացրել է հարաբերությունները Արևմուտքի հետ, ինչը որոշակի լարվածություն է առաջացրել Մոսկվայում։ Փաշինյանը իհարկե վերջերս հրապարակայնորեն Ռուսաստանը դաշնակից ու բարեկամ է անվանել եւ շեշտել, որ կապերը պահպանվում են։ Հայաստանի իշխանությունները վերջին ամիսներին բազմիցս խոսել են Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային
ալիքների մասին, հատկապես 26 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Նրանք նշել են, որ կա ապատեղեկատվություն, մանիպուլյացիա, ռուսական լրատվամիջոցների եւ որոշ հայկական ազգանունով փորձագետների միջոցով տարածված քարոզչություն, որոնք ուղղված են իշխանության դեմ։ Միաժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերջերս ասել է, որ որոշ հարձակումներ կարող են հետքերով գալ Ռուսաստանից։ Արդյոք այս հարցերը կլինեն առանցքում, կքննարկեն Պուտինի հետ, թե ոչ, պարզ չէ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, թե իբր 108 տարի առաջ արմատական հայկական խմբավորումներ ադրբեջանցիների զանգվածային սպանություններ են իրագործել։ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան էլ միջազգային կազմակերպություններից եւ ՄԱԿ-ից պահանջել է, ինչպես ձևակերպել էր 18 թվին հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված էթնիկ զտումները ճանաչել որպես ցեղասպանություն։ Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական ոչ հավաստի նարատիվներ, որոնք ցավալիորեն Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաեւ պետական մակարդակով, հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Այս մասին հայտնում է Անի Բադալյանը ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության։ Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների ու հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության ու բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտածածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը։ Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն այս մասին նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում, որտեղ 25 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետում հստակ խոսվում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջոփակելու ու մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո երկու ժողովուրդների համար բարիդրացիական հարաբերություններ սկսելու հնարավորության մասին, նշել է Բադալյանը։ Վերջերս Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, ես այս խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարող ենք ասել էթնիկ զտում, հայելային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայելային ցեղասպանություն ստանանք, ամեն ինչը հայելային։ Դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ, նշել էր վարչապետը։ Եվ այս պահին կապ ենք հաստատել Վրաստան, Թբիլիսի, զրուցելու ենք միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Պարոն Թումասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Թումասյան, գիտեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն եւ այսօր օրվա ավարտին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իհարկե, ուրեմն տարածված հաղորդագրությունը բավականին այսպես կծկտուր է, բայց հաշվի առնելով կուտակված հարցերը, երկաթուղու հարցը կլինի ձեր կարծիքով այսպես առանցքում քննարկումների թե Համոզված եմ, որ երկաթուղու հարցն է գլխավոր օրակարգը եւ կարելի ասել Սանկտ Պետերբուրգ այն ժամանակ վարչապետի այցը նաեւ, որտեղ որ քննարկվում էր հենց երկաթուղու հարցը, այդ նպատակը ուներ, որովհետեւ Հայաստանը գիտեք, որ արդեն երկար ամիսների ընթացքում պահանջել է Ռուսաստանից, որ վերականգնեն ուրեմն Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ նկատի ունեմ Իջևան Ղազախ, Երասկ Սադարակ եւ Գյումրի Կարս հատվածները երկաթուղու, բայց Ռուսաստանը որևէ քայլ չի արել, դա առավել մեծ անհրաժեշտություն է Հայաստանի համար, հաշվի առնելով դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որովհետև Իրանի մատակարարման ուղին շատ լավ հանրությունը գիտի, ինչ իրավիճակում է գտնվում պատերազմի պատճառով Վրաստանի ուղղությամբ խնդիրներ այնպես էլ կային եւ այդ պատճառով ել ավելի է աճում անհրաժեշտությունը բացել այդ լոգիստիկ կապերը։ Բացի դրանից TRIP ծրագիրը, որը ապագայում պետք է իրականացվի, մենք հասկանում ենք, որ առնվազն այս փուլում ուրեմն օրակարգային չէ այդ հարցը քննարկելը, հաշվի առնելով տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողությունները, ուստի Հայաստանի գործող երկաթուղին կարող է լինել ժամանակավոր նաև այսպիսի լավ հնարավորություն, որ իրականացվի ինչպես ապաշրջափակում, այդպես էլ այդ լոգիստիկ կապերի բացում եւ առևտրի զարգացում։ Համարում եմ, որ
հայկական կողմի առաջարկը ընդհանուր առումով ճիշտ էր, բայց ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ Վրաստանի օրինակով Հայաստանը նաև շարժվի այս դեպքում եւ նրա փոխարեն, որ այդ իրավունքները երկաթուղու կառավարման Ռուսաստանից փոխանցվի Ղազախստանին, ինչը ավելի լավ տարբերակ է, եթե քան թե Ռուսաստանը կառավարի, հաշվի առնելով, որ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, իսկ Ղազախստանը ոչ, ես համարում եմ, որ ամենաճիշտ տարբերակն է, որ Հայաստանը կառավարումը նաև Հայաստանը իրականացնի, ձևավորի այդպիսի կառույց եւ Վրաստանի օրինակով ինքը կառավարի երկաթուղին, դա հայկական ինքնիշխանության համար շատ կարևոր քայլ կլիներ դեպի առաջ եւ նաեւ կօգներ Հայաստանին, որ ել ավելի մեծ ազդեցություն եւ դեր ունենար, քան թե որևէ ուրիշ պետություն, որ կառավարի մեր երկաթուղին։ Լավ, պարոն Թոմասյան, անընդհատ նշվում է, որ Ռուսաստանը ըստ էության ընդառաջ չի գնա հայկական այսպես տարբերակին։ Մենք տեսնում ենք նաև նրանց տրանսպորտի նախարարի մերաբանությունը հարցի հետ կապված Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ուրեմն պաշտոնական ներկայացուցչի Մարիա Զախարովայի նաև հայտարարությունները եւ մերժումը հակադարձումը Նիկոլ Փաշինյանին, ինչպիսի լուծում կստանա հարցը եւ արդյոք առհասարակ կստանա թե ոչ։ Դուք նշեցիք, որ տարբերակը լավ կլինի Հայաստանի համար, բայց որքանով Ռուսաստանը սա չի օգտագործի իբրև, այսպես ասած, խաղաքարտ Հայաստանի դեմ գործողությունների առումով։ Ռուսաստանը սա կարող է օգտագործել, միջև ինքը կառավարում է մեր երկաթուղին։ Հենց չկառավարի եւս մեկ լծակից զրկվում է Ռուսաստանը, որ ազդի Հայաստանի վրա։ Այնպես էլ Ռուսաստանը շատ մեծ արդեն ներխուժում ունի Հայաստանի ուրեմն նախընտրական գործընթացներում, դա ակնհայտորեն տեսնում ենք, ինչպես հենց Ռուսաստանի տարածքում, այդպես էլ կոնկրետ Հայաստանի տարածքում ակտիվությունները շրջաններում եւ այլն, դա նաեւ ներառում է Վրաստանի ուղղությամբ էլ քայլեր, այսինքն Ռուսաստանը այնպես էլ ամեն ինչ անում է Հայաստանի ինքնիշխանության դեմ, Հայաստանում փորձում է իր սեփական գործակալական ցանցը բերի նորից իշխանությունը, ուստի ես համարում եմ, որ դա որևէ ձև մեզ չպետք է ուրեմն խոչընդոտ ստեղծի այն առումով, որ Հայաստանը հիմք բերելով, որ Ռուսաստանը խախտել է այդ պայմանագիրը, ուրեմն կոնցեսիոն, որով կառավարում է տեղի ունենում, այդ թվում, որ վարչապետ Փաշինյանը Պուտինի հետ նախորդ հանդիպման ժամանակ հստակ ասել է, որ պետք է վերականգնվի այս մի քանի ուղղությամբ երկաթուղին եւ որևէ աշխատանք այդ առումով միջև այսօր տեղի չի ունեցել, հաստատի կես տարի է մոտավորապես անցել, մենք արձանագրում ենք, որ Ռուսաստանը խախտում է իր պարտականությունները վերցրած այդ պայմանագրով եւ մենք հիմք բերելով Ռուսաստանի կողմից պայմանագիրը խախտելը, ուրեմն կասեցնում ենք, ավարտում ենք այդ պայմանագիրը, որից հետո գիտեք, որ երկաթուղին այնպես էլ Հայաստանի սեփականությունն է, բայց կառավարումը նաև պետք է վերցնի Հայաստանը։ Ես կարամ առաջարկեմ կոնկրետ Վրաստանի օրինակով, որ կարելի է նույն Ղազախստանի, նույն եվրոպական պետությունների հետ կնքել պայմանագրեր, համագործակցել, կարելի է իրենց ներառել նաև այստեղ, բայց անպայման չի, որ իրանց փոխանցվի կառավարումը եւ դա շատ կարեւոր նրբություն է։ Բացի դրանից ասեմ խոսքին օրինակ բերեմ, որ ղազախական կողմը կառավարում է Բաթումի նավահանգիստը Վրաստանում եւ ասեմ տարբեր բարձր մակարդակի մասնագետներից այստեղ, ով լավ տեղյակ է ուրեմն այդ իրադարձություններով, այդ իշխանությունում եղած եւ պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ եմ քննարկել, ղազախական կողմը այնպես էլ էֆեկտիվ չի կարող կառավարել Բաթումի նավահանգիստը, այդտեղ տարբեր կոռուպցիոն եւ ուրիշ խնդիրներ կային, ուստի հաշվի առնելով այդ փորձը ես նաեւ զերծ կմնայի ղազախական կողմին փոխանցելուց եւ դրա փոխարեն կառավարումը կվերցնեի ուրեմն հայկական պետությանը կփոխանցեի, այսինքն կառավարությունը պետք է ձևավորի հայկական երկաթուղու կառույց, որը կկառավարի այդ ամենը, որը կարող է նաև հետո ակտիվորեն համագործակցել Վրաստանի երկաթուղու հետ եւ Վրաստանի միջոցով նաև ստանալ տարբեր երկաթուղու համար անհրաժեշտ հնարավորություններ։ Վրաստանը չնայած նա որ փոքր պետություն է, ինքն է կառավարում իր երկաթուղին, չնայած նա որ Հայաստանի պես արտադրություն չունի նկատի ունեմ երկաթուղու ոլորտում, ուստի դա հնարավոր է եւ ես պնդում եմ, որ Հայաստանի շահերից դուրս գալով ամենալավ տարբերակը սա է։
Տեսեք, պարոն Թոմասյան, դուք նշեցիք Ռուսաստանի իրականացվող գործողությունները Հայաստանի նկատմամբ, գիտենք դրանք նաև հիբրիդային գրոհների տեսքով են լինում, եւ նշեցիք Վրաստանի ուղղությամբ նույնպես աշխատանքներ են իրականացվում, այսպես ավելի պարզ կնշեք, թե ինչ է տեղի ունենում եւ Վրաստանը այս դեպքում ինչ հայերի ելնելով է օգտագործվում։ Վրաստանում գիտեք, որ կան ուրեմն մեր հայրենակիցները հայերը մի մասը ունեն ինչպես Վրաստանի, այդպես էլ Հայաստանի քաղաքացիություն, իրանց մասին է խոսքը, ինչպես ռուսական ազդեցության ներքո գտնվող այդ ուժերը Հայաստանում փորձում են ստիպել, համոզել, կաշառել եւ այլն, կազմակերպել նախորոք խմբեր եւ գուցե ամենակարևոր թեման հիմա Հայաստանում քննարկվող ներքաղաքական հենց դա է, այդ թվում այդ հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի այդ տեղեկատվությունը, որը հանրային է արդեն թե ինչպես են փորձել մարդկանց կաշառել եւ այլն, նույն գործընթացները մենք գիտենք, որ տեղի են ունենում Ռուսաստանում եւ ես չեմ զարմանում, որ Վրաստանի տարածքում էլ նաեւ Հայաստանի եւ Վրաստանի երկու քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներին փորձում են նաև այդպես ինչ որ առումով կաշառել, ինչ որ առումով համոզել եւ նախապատրաստել նրա համար, որ ուրեմն հունիսի 7-ի ընտրություններում գան Հայաստան եւ մասնակցեն ընտրություններում, այդպես տեղեկատվությունները ինձ նաև հասնում է տարբեր գյուղերից, որ այստեղ Վրաստանի Ջավախքում, որտեղ որ այդպիսի փորձեր են արվում, գլխավոր ուղղությունը վերաբերվում է ուրեմն Ռուսաստանի հետ կապ ունեցող մարդկանց, բիզնեսմեններին եւ այլն, կամ Ռուսաստանում ուրեմն իրանց ընտանիքի անդամներ ունեցող եւ այլն, այսինքն Ռուսաստանից է էլի գալի այդ ազդեցությունը եւ քրեական ենթամշակույթ ունեցող մարդիկ էլ փորձում են ազդել այդ գործընթացների վրա, իսկ գլխավոր ուղղությունը թե ում համար պետք է այդ քվեարկությունը տեղի ունենա, դա ուրեմն ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժն է, ճակերտներում ուժեղ Հայաստանը։ Պարոն Թոմասյան, կոնկրետ ընտրակաշառքի տեսքով է ինչ ուրեմն պայմաններով են առաջարկում, օրինակ Վրաստանում ապրող հայերին գալ ու Հայաստանում ընտրություններին մասնակցել, որ չափով է դա գայթակղիչ, որ չափով է ընդհանրապես ուրեմն այսպես ընդառաջ գնում համայնքը այս առաջարկին։ Գիտեք, ինչպես Հայաստանում, այդպես էլ Վրաստանում հայերը ունեն տարբեր մոտեցումներ, այսինքն կան մարդիկ, ով աջակցում են իշխանությանը, կան մարդիկ, ով իշխանությանը չեն աջակցում։ Ուստի իրավիճակը նույնն է, այս մարդիկ նաև այստեղ մեր հայրենակիցները դիտում են հայկական ալիքներ, հայկական YouTube ալիքներ եւ այլն, այսինքն նույն իրավիճակում է։ Եվ այն ինչ անում են Հայաստանում, ինչ մենք տեսնում ենք, որ ինչ դեպքերի հետ գործում ենք, երբ տարբեր ազդեցություն են փորձում նաև օգտագործել խոսքին վերջի ձայնագրությունը ինչու մասին է խոսում, որ մարդիկ ունեն այսպիսի խմբեր, որոնց փոխարեն իրանք կարող են ասել, ասում էր 100 մարդ կարող եմ տամ եւ այլն։ Այսինքն դա ազդեցության հարց է, մարդիկ ով ունեն այստեղ ազդեցություն գյուղերում, իսկ բնակավայրերում, որտեղ որ շատ տեղեր կարող է իրար բարեկամներ են գտնվում եւ այլն, այսինքն եթե այդ ընտանիքից բարեկամական ազգից խոսքին մեկ մարդ կարող է Ռուսաստանի հետ կապ ունենալ, որը այնտեղ բիզնես ունի եւ այլն, այդ մարդը հետո սկսում է այդ գաղափարը առաջ տանել եւ համոզել այդ ուրեմն ընտանիքի անդամներին եւ բարեկամներին, որովհետեւ ես ինչքանով այդ տեղեկատվությունը տվեցին, շատերին ասում են, որ եթե դուք ուզում եք Ռուսաստանում առանց խնդիր ձեր բարեկամները շարունակեն գործունեություն ծավալել, եթե ուզում եք, որ դուք էլ կարողանաք խոփան առանց խնդիր գնալ Ռուսաստան եւ այլն, հայ-ռուսական հարաբերությունները լավը լինեն, ապա անպայման պետք է քվեարկեք Սամվել Կարապետյանի համար եւ գնաք մասնակցեք, իրանց խոստանում են, որ բոլոր ծախսերը դրա հետ կապված կհոգեն, այսինքն որ կգնան Հայաստան, կմեկնեն եւ այլն, որը իր տրամաբանությամբ նաեւ ընտրակաշառք է իրականում գնահատվում, որովհետեւ խոսք է գնում կազմակերպված այսպիսի գործողության մասին, այլ ոչ թե մարդկանց սեփական ցանկության, բացի դրանից ես արդեն ասացի, որ քրեական ենթամշակույթ ունեցող մարդիկ էլ իրանց ներդրումը ունեն մարդկանց վրա ազդելու, ես ենթադրում եմ, որ դա սպառնալու բովանդակություն ունի, որովհետև երբ որևէ մեկին այդպիսի հորդորով կոչով դիմում է քրեական ենթամշակույթ ունեցող մարդ, ապա հրաժարվելը գուցե ստեղծի այսպիսի սպառնալիքի մթնոլորտ
եւ այդ կարող է լինել պատճառը։ Իհարկե նաեւ քննարկումներ կան տարբեր խոստումների ֆինանսական առումով։ Ես շարունակում եմ կոչ անեմ մարդկանց, որ ինձ տրամադրեն այդ տեղեկատվությունները, որովհետեւ այդ գործընթացները նոր են սկսվել, կարելի ասել, եւ արդեն նկատելի են, բայց ենթադրում եմ, որ գնալով էլ ավելի աճելու է այս փորձերը։ Պարոն Թոմասյան, քանի որ ինքներդ էլ նշում եք հիբրիդային գրոհների մասին, գիտեք նաև իշխանության կողմից տարբեր հայտարարություններ են լինում Ռուսաստանից հիբրիդային գրոհների վերաբերյալ, որքանով սա կարող է դառնալ քննարկման թեմա առարկա, գիտեք, երբ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում եւ հանդիպում էր այդ երկրի արտգործնախարարին, այս թեման արծարծվեց եւ ռուս պաշտոնյան ըստ էության իր համար շատ անակնկալ էր, զարմանալի էր, թե Հայաստանում ինչու կա այսպիսի գնահատական, իրենց համար սա անսպասելի էր, որովհետեւ ինչպես կարող են, այսպես ասած, բարեկամ դաշնակից երկրի նկատմամբ այդպիսի գործողություններ իրականացվել հյուսիսից։ Կլինի այս թեման քննարկումների առանցքում, թե ոչ։ Դե մենք զգուշ պետք է լինենք, երբ Ռուսաստանին կոչում ենք դաշնակից, բարեկամ գուցե ժողովրդին կարելի է կոչել, բայց ոչ թե իշխանությանը, որովհետև բարեկամը բարի կամեցող է, իսկ Ռուսաստանը մեզ պետականության ոչնչացում է կամենում, որ եւ դրա վառ օրինակը այն է, որ պատկերացնում են Հայաստանը միութենական պետությունում եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում, իրանք չգիտեն Հայաստանի սահմանները որտեղ է անցնում ջերմուկի եւ ուրիշ հատվածներում, ուստի այդտեղից է գալի մեր խնդիրները Ռուսաստանի իշխանության հետ։ Ես համոզված եմ, որ այս հարցերը բարձրաձայնվելու են նաեւ Ռուսաստանում, բայց գիտեք, նպատակը այն չէ, որովհետեւ Ռուսաստանում այս հարցերը քննարկելով դու երբեք չես կարողանա Ռուսաստանի հետ պայմանավորվել, որ Ռուսաստանը կհարգի քո ինքնիշխանությունը։ Ռուսաստանը դա չի անելու, միակ կոնկրետ պատճառ կա նույնիսկ Ռուսաստանին ես չեմ մեղադրում դրանում, որտեղ Ռուսաստանը իր շահերն է այստեղ անցկացնում։ Ես մեղադրում եմ այն մարդկանց, ով հայկական ազգանուններ ունենալով Հայաստանում քաղաքական դաշտում լինելով գնում են Ռուսաստան եւ Ռուսաստանին ասում են, որ մենք կարող ենք ձեզ նորից Հայաստանի իշխանությունը բերենք, ձեզ հանձնենք։ Միայն թե օգնեք մեզ, ամեն ինչ արեք, որ մենք նորից գանք իշխանության, մենք իրանք գիտեն, որ հայ ժողովրդի քվեով իրանք երբեք չեն կարող իշխանության գալ, ուստի իրանք Ռուսաստանին առաջարկում են հայկական պետությունը իրանք փոխանցել, իրանք այստեղ ուրեմն գուբերնատոր նշանակելու փոխարեն, ինչը երկար ժամանակ եղել է, երբ լեգիտիմությունը իշխանության գալիս էր Մոսկվայից, եւ ուստի այդ մարդիկ նաեւ իրանք անձնական շահերն են պնդում, այսինքն այստեղ բոլորը իրանք շահերով են գործում եւ հայկական պետության շահը դեմ է այդ մարդկանց շահերի եւ հայկական պետության շահը Ռուսաստանի պետության շահի հետ այստեղ չի համընկնում։ Հայկական պետությանը պետք է ինքնիշխան լինել, հզոր լինել եւ այդ նպատակով իհարկե պետք է կանխվեն այս հնարավորությունները։ Ես նաեւ կոչ եմ անում, որ Հայաստանի պատշաճ մարմինները նախընտրական շրջանում, այսինքն ոչ միայն ընտրությունների օրը, այլ նախընտրական շրջանում բոլորով Հայաստան գալիս են կազմակերպված ձևով, հատուկ ծառայությունները դրա համար են, ֆիքսեն նաև ինչպես Ռուսաստանից, այդպես էլ ուրիշ պետություններից, այդ թվում Վրաստանից, ֆիքսեն այդ մարդկանց, ֆիքսեն թե ով է գալի կազմակերպված, բացահայտեն, որ ինչ է կազմակերպում, ինչ գումարներով, որտեղից եւ այլն։ Հայաստանում էլ ֆիքսեն եւ ես ուրախ եմ, որ սկսվել է դրա մասին երկար ժամանակ խոսում էի ռուսական գումարների, Ռուսաստանից եկող գումարների սահմանափակում եւ պարզաբանում, թե ինչ գումարներ որտեղից է գալի, որովհետեւ պարզվում է, որ ոչ օրինական ձևով Հայաստան գումարներ է գալի, այսինքն այստեղ մենք գործ ունենք լայնածավալ հիբրիդային գործողության մասին, որի նպատակն է Հայաստանի իշխանությունը զավթել եւ ես ասեմ պատճառը շատ ուղիղ, որովհետեւ այսօր Ռուսաստանին պետք է ճանապարհ դեպի Իրան, սկսել են մատակարարումներ նաեւ Իրանի համար, որ օգնեն Իրանին այս պատերազմում փաստացի Ամերիկայի հետ ուղղված, իրան գիտեն, որ Կասպից ծովով մատակարարումներ խնդիրներ ունեն, Ադրբեջանով մատակարարումներ չի ստացվում նաև, Վրաստանի եւ Հայաստանի միջոցով է Ռուսաստանը ուզում Իրանին կապնվել եւ դրանով նաև կարա լուրջ սպառնալիքներ ստեղծել Հայաստանի համար, ուստի Ռուսաստանը մի քանի 100 միլիոն դոլար այստեղ ներդրում անելով այս իր գործակալական ցանցի մեջ, իրականում ուզում է աշխարհակահաղական հաղթանակ տանի արևմուտքի վրա եւ այդ է պատճառը, որ այդ գործակալական ցանցը թրիփ ծրագրում առաջարկում էր Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին, այսինքն Ամերիկայի գլխավոր հակառակորդներին, որը նշված է Ամերիկայի հետախուզության 2026 թվականի փաստաթղթում, այդ հակառակորդներին բերել այստեղ։ Ուստի հայկական պետության շահերից է բխում, որ որևէ դեպքում ինքնիշխանությունը
չհանձնվի եւ Հայաստանը պետք է պաշտպանի իրեն այդ հիբրիդային լուրջ ուրեմն սպառնալիքներից, որոնք Կիրիենկոյի ղեկավարությամբ եւ $100 միլիոն ներդրումով տեղի են ունենում։ Պարոն Թոմասյան, անդրադառնանք մի շատ կարևոր թեմայի, գիտեք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության վերջին շրջանում այսպես հայտարարությունները, հատկապես թե իբր 108 տարի առաջ արմատական հայկական խմբավորումները ադրբեջանցիների զանգվածային սպանություններ են իրագործել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը միայն այսօր արձագանքել է, նշել է, որ տասնամյակների պատմություն ունեցող հակամարտության ընթացքում ձևավորվել են թշնամական ոչ հավաստի նարատիվներ, որոնք ցավալիորեն Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել կամ նաև պետական մակարդակով։ Ինչպես եք գնահատում Ադրբեջանի այս հայտարարությունները, երբ սրանից առաջ էլ վարչապետը ասում էր, որ պիտի այդ նարատիվները փոխվեն, որ մեզ համար կարևոր է ուրեմն խաղաղությունը, մենք պետք է այդ բառամթերքից ըստ էության դուրս գանք, ուրեմն հաշվի առնենք այն պայմանավորվածությունները, որ օրինակ ձեռք ենք բերել օգոստոսի 8-ին ու հիմա այսպիսի ըստ էության մեծ քարոզչություն է իրականացվում, ինչի մասին է սա խոսում։ Արեք արձանագրենք, որ սա իհարկե բացասական է Ադրբեջանի այս հայտարարությունը խաղաղության օրակարգի համար, բայց մենք պետք է հետևողական առանց էմոցիաների շարժվենք մեր ընտրած ուղով, որը առաջին ներառում է հենց հակամարտության տրամաբանությունից դուրս գալը եւ ուղղակի հայկական կողմը ինչպես միջև այս պահին իր պետական շահերը պետք է շարունակի սպասարկել, որը նաեւ ներառում է հայտարարություններ, հայկական կողմն էլ է արել տարբեր հայտարարություններ, այդ թվում Բաքվի, Սումգայիթի եւ Կիրովաբադի ջարդերի մասին վերջերս պատշաճ օրը հայտարարություններ արել արտաքին գործերի նախարարությունը, Ադրբեջանը պատասխանել է, հիմա ձևով Ադրբեջանը արեց, Հայաստանը պատասխանեց, դա տրամաբանական է, միջև մենք կարողանանք ել ավելի դուրս գալ այս հակամարտության ուրեմն եւ տրամաբանությունից եւ մոտեցումներից, համոզված եմ, որ ինչ-ինչ քայլեր այդ ուղղությամբ կարվեն դրական համատեքստում, բայց պետք է ասել, տեսեք, մենք ունենք հայելային մոտեցում, այսինքն եթե Ադրբեջանը այդ բառապաշարը օգտագործի, մենք նաև կօգտագործենք։ Շատ դեպքերում կա, որ Հայաստանը առաջի քայլն է անում եւ ասում է, որ առաջարկում է խոսքին դուրս գալ այսպիսի բառապաշարից, այսպիսի մոտեցումներից, այսպիսի գնահատականներից։ Ես հուսով եմ, որ ադրբեջանական կողմը Հայաստանի այս բոլոր դիվանագիտական քայլերին ճիշտ կարձագանքի եւ ցավոք այս կոնկրետ դեպքը դրա մասին չէ, բայց խաղաղությունը ոչ մեկ օրում, ոչ էլ մեկ տարվում չի կառուցվում, կամաց փուլ առ փուլ գնալու ենք առաջ, մենք տեսել ենք վերջի օր ժամանակահատվածում նաեւ դրամական դինամիկա, արտաքին գործերի նախարարները երկու անգամ խոսել են հեռախոսով, մի անգամ դա Նախիջևանի ուղղությամբ այդ հարվածից հետո էր տեղի ունեցել, երկրորդ անգամը վերջերս, նաև օրակարգը քննարկվել է, այսինքն հայ-ադրբեջանական հարաբերությունները կայունանում են, առաջ են գնում, խնդիրները լուծվում են, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չկան եւ չեն մնում։ Դա տրամաբանական է եւ միջև մենք հասնենք նրան, որ այդ խնդիրների դերը ել ավելի նվազի մեր երկկողմ հարաբերություններում, մեզ ժամանակ պետք գկա, տարիներ պետք գկա եւ փոխվստահության ձևավորում պետք գկա։ Պարոն Թոմասյան, վերադառնալով Հայաստանում, այսպես նաև ներքաղաքական զարգացումներին, վստահաբար հետևում եք, դուք էլ նշեցիք Վրաստանում, վրացահայերի հետ կապված առկա խնդիրը, այ հետևելով ուրեմն ներքաղաքական զարգացումներին, պատկերը ինչպիսին է, դուք անընդհատ նշում եք ուրեմն Ռուսաստանի գործոնը, Ռուսաստանի դերակատարումը, այդտեղ տարբեր դաշինքների ուժերի ուրեմն աջակցության տեսքով, դրանք արդյոք ունեն որևէ հնարավորություն, այսպես ասած, իշխանության գալու։ Ես համոզված եմ, որ հայ ժողովրդի ճիշտ որոշման պատճառով իրանք հնարավորություն չեն ունենա իշխանության վերադառնալու, որովհետև իրականում որոշումը կախված է միայն հայ ժողովրդից, Հայաստանի քաղաքացիներից, ով քվեարկելու հնարավորություն ունի եւ դա շատ մեծ առավելություն է հայկական պետության եւ ժողովրդավարության, բայց մեր պատասխանատվությունը որ նաեւ ժողովրդին բացատրենք, նաև կիսվենք անկեղծ ասելով այն, որ այս իրավիճակը շատ վտանգավոր է։ Ես հուսով եմ, որ սա վերջին ընտրություններն է, որտեղ որ մենք ընտրում ենք այս ձևաչափով
ցավոք նկատի ունեմ քաղաքացիական պայմանագիր կամ նախկինների ռուսական գործակալների այսպիսի ընտրություն, որտեղ այդտեղ ընտրություն իրականում չկա։ Այդտեղ դու հասկանալի է, որ հայկական պետության, ինքնիշխանության, խաղաղության, թրիփ ծրագրի, Ամերիկայի եւ Եվրոպայի հետ հարաբերությունների եւ առասարակ պետություն պահպանելու համար պետք է ընտրես քաղաքացիական պայմանագիրը, այլ ոչ թե ռուսական գործակալական ցանցը, բայց նորից ես գոհ չեմ, որ այսպիսի ընտրությունի հնարավորություն է կամ նույնիսկ սա ընտրություն բարդ է կոչել մեր հանրությանը տրվում։ Մի կողմից ես հորդորել եմ եւ հորդորում եմ բոլոր առողջ արևմտամետ հայամետ ուժերին, որ միավորվեն եւ ձևավորեն ընդդիմափոխության այլընտրանք, այսինքն որ Հայաստանում ընդդիմություն ձևավորվի, որտեղ այս ուժերին ընդդիմություն չի կարելի համարել, մյուս կողմից ես իհարկե հասկանում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը նաև իր պատասխանատվությունը ունի եւ չպետք է իր հարմար լինի, երբ մյուս կողմից պետության թշնամիների ուրեմն միավորում է եւ իրանց մրցակցությունը գլխավոր առումով ինչպես վարչապետն էլ ասում է, պատերազմի օրակարգ սպասարկող ուժերի հետ։ Այդպես չպետք է լինի, եւ ես հորդորում եմ քաղաքացիական պայմանագրին նաև, որ իրեն ընդդիմություն տեսնի հենց նրանց, ով իրական ընդդիմություն են, այլ ոչ թե այդ գործակալական ցանցը, որովհետեւ սա վտանգավոր է, ես հուսով եմ 2026-ը կլինի վերջին ընտրությունները, երբ այսպիսի տրամաբանությունով են գործում, այսինքն պարոն վարչապետին այստեղ պետք է հարց ուղղել, որ ինքը պողպատե մանդատ էր ուզում հայ ժողովրդից, իրան տվեց այդ ժողովուրդը մանդատը, հիմա էլ կտա, ես համոզված եմ, բայց եւ ինքը խոստացել է, որ օլիգարխներ այլևս եւ նախկինների հարց չի լինի։ Դա պետք է իրականացվի, եթե ոչ, ապա դա հենց խնդիր է քաղաքացիական պայմանագրի համար, այսինքն ընդդիմադիր դաշտը պետք է մաքրվի հակապետական էլեմենտներից եւ դրա շնորհիվ այդ թվում դա ներառում է ռուսական այստեղ գումարները, ռուսական ազդեցությունը եւ իհարկե գործակալական ազդեցությունը, որովհետեւ մենք գիտենք ոչ միայն եկեղեցու ներսում գործակալական ազդեցության մասին, այլ նաև դաշնակցությունում, այլ նաև տարբեր այդ ուժերում, ռուս օլիգարխին այստեղ ուղարկելը, այդ հարցերի ուղղությամբ պետք է պատասխան տրվի։ Ես առասարակ ասեի, որ ամենաառողջ տարբերակը կլիներ մարտի 1-ի պատճառով Ռոբերտ Քոչարյանի ուժին սահմանափակել ընտրություններում մասնակցությունը, արգելել, որովհետև Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել այդ հարցով։ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը եւ Հայաստանի իշխանությունները ոչ միայն հիմք ունեն, Հայաստանի իշխանությունները իրականում պետք է դա անեն եւ պարտավորված են դա անեն։ Մյուս կողմից ռուս օլիգարխի այստեղ ուղարկելու այդ գործընթացը եւ ռուսական գումարներով փորձել այստեղ քաղաքական դաշտի վրա ազդելը, ես համարում եմ, որ բոլոր հիմքերը կան նաև սահմանափակվի այդ մասնակցությունը։ Ուստի դրա շնորհիվ նաև հնարավորություն կլիներ, որ ազգային ժողովում առողջ ընդդիմություն լիներ, որովհետև քաղաքացիական պայմանագիրը պետք է գիտակցի։ Առանց առողջ ընդդիմության, առանց իրական ընդդիմության Հայաստանը երբեք հզոր պետություն չի լինի։ Այսինքն միայն իշխանությունում, որ լինի առողջ ուժ, բավարար չէ, ընդդիմությունում էլ անպայման պետք է լինի առողջ ուժ։ Ուստի այստեղ քաղաքացիական պայմանագիրը իմ պատկերացումով սխալ է թողնում, երբ ուրեմն ընդդիմություն է ընկալում եւ ընդունելի համարում այս ուժերին եւ այդ գործընթացում պետք է մեծ փոփոխություններ տեղի ունենան։ Հուսով եմ այս ընտրությունների համար, իսկ եթե ոչ, ապա գոնե հետընտրական գործընթացներից սկսած։ Շնորհակալ եմ, պարոն Թումասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Կապ էինք հաստատել Թբիլիսի, զրուցում էինք միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցության պատարագի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրների Դավիթ եւ Միքայել Մինասյանների բնակարանում վաղ առավոտից կրկին խուզարկություններ են եղել։ 3 քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից ազատ արձակվեց միջադեպից հետո ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը։ Փաստաբանն էլ տեղեկացրեց, որ թեև Միքայելին ազատ են արձակել, բայց նրան մեղադրանք է առաջադրվել։ Ես շատ լավ եմ, հանդեպ լավ են վարվել, խնդրում եմ էլ ուրիշ հարցեր չտաք չպատասխանեմ։ Երեխեք ջան, ժողովուրդ ջան, ուրեմն ես շնորհակալ եմ, հիմա ասեմ, ուզում եք մի քիչ անցնի նոր։ Չէ, մենք հիմա Դավիթի մոտ դեռևս գործողություններ շարունակվելու են, կարող եմ ասել, որ այո, մեղադրանքը առաջադրվել է, բովանդակությունը մանրամասները այդ մասով չեմ կարող շատ ասել, որտեղ արդեն իսկ նախազգուշացվել ենք նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար,
Ամեն դեպքում այս պահին ամենակարևոր բանը, որը կարևորում ենք, դա երեխաների, տղաների ազատությունն է։ Միքայելը այս պահին ձերբակալումից ազատ է արձակվել, բայց ասեմ, որ ունի մեղադրյալի դեռևս ունի, այո, մեղադրյալի կարգավիճակ, հուսամ, որ այդ կարգավիճակն էլ շատ շուտով արդեն իսկ դասարանցիներին հուզմունքս մի քիչ շատ ատուտեն առումով, ես չեմ ասում, որ վայ գործը կարճվեց, չգիտեմ ինչ, բայց դուք բոլորդ եք հասկանում մեր համար 18 տարեկան երեխային ազատության մեջ տեսնելը ամենակարևորն է։ Հիմա ազատ է արձակվել, որտեղ խափանման միջոց չի Արդեն ընտրվել է խափանման միջոց, բացակայելու արգելք է ընտրվել։ Եվ մի քանի հարց էլի գաղտնիքը չբացահայտելով նախաքննության օժ կերպել, այսինքն Օժանդակել։ Գևորգ Գևորգյանը տպավոր ճիշտ ենք հասկանում, որ տպավորություն է, որ կազմակերպված իրենք վերագրում են կազմակերպված գործելու մեջ, ինչպես դա կարող է լինել, եթե եկեղեցում ամեն մարդ գնացել է այդ օրը, չգիտեմ, մասնակցելու պատարագի, Ուրեմն ասեմ, այո, ընդհանրապես պատարագի է մասնակցել, հիմա մեղադրանքի բովանդակությունը չեմ ուզում, որպեսզի ինձ վարույթից հեռացնեն։ Անկեղծ չեմ ուզում, ամեն դեպքում մեղադրանքը այն է, ինչը որ կասկածանքը եղել է։ Կասկածանքի շուրջ արդեն իսկ խոսել եմ, այո, Գևորգ Գևորգյան եւ այլն, եկեղեցում որոշակի գործողություններ։ Դրանց մասին չեմ ուզում, որպեսզի ինձ վարույթից հեռացնեն։ քաղաքական ենթատեքստ տեսնում եք այս գործի։ Քաղաքական ենթատեքստ միգուցե եւ կատարվեց, որպեսզի քաղաքական ենթատեքստ տրվի։ Երեխեքը ապա քաղաքական են։ Ես խնդրում եմ, որ դա այն որ ասում եմ կարմիր գծի պես խնդրում եմ որպես բացարձակ ճշմարտություն ընդունեք։ Եվ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշում կայացրեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կիրառել խափանման միջոց կալանքը։ 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Վրճռի հրապարակումից հետո դատարանի բակում հավաքված լրագրողների հետ զրույցում եղբայրների փաստաբան Վարդուհի Էլբակյանը մի շարք հայտարարություններ արեց։ Մեկնաբանություններ մենք չներկայացնենք, առանց հետո բոլորս չեմ թաքցնում, սարսափելի լարված ենք եւ հուզված ենք։ Տեսնենք Աստված առաջ ժամը 12-ին ինչ որոշում կլինի, հետո ձեր բոլոր հարցերին ես անձամբ պատրաստական եմ պատասխան։ Հարվածն է եղել Դավիթի նկարի կողմից Դրանք այնտեղ տարբեր միջադեպեր կա, Դավիթին հրելը, Դավիթի ընկնելը, ձեռքի անկանոն շարժելը եւ Դավիթին հարվածելը, նորից Դավիթի ընկնելը։ Տարբեր կադրեր կան։ Չէ, Դավիթի հրելը, դրորից հետո Դավիթի արդեն այդ շարժումը։ Խնդրում եմ ուշադիր նայել, հարված կա թե չկա։ Խնդրում եմ մի կարմիր տողով գնաց լրատվություն հարված ու այդ հարվածը դարձավ ճակատագրական այս պատանների համար։ Ես անընդհատ ասում եմ երեխա, այո, իմ համար երեխա են։ 18 տարեկանը դեռևս երեխա։ Կարդում եմ մեկնաբանություններում տենց երեխա եւ այլն։ Խնդրում եմ հարգելի հասարակություն, որքան էլ դուք բևեռացված եք կամ բևեռացված չեք, լինենք անաչափ։ 12-րդ դասարանում սովորող երեխեք են ախր այս մարդիկ։ Իսկ այսօր դատավորությունի անաչափ։ Հույս գործ ունենք միջին ծանրության հանցագործության հետ։ Երբևէ տեսել եք 2-5 տարի նախատեսող խոթվածով տանեն 18 տարեկանի կալանավորը։ Իգուտված է գործը քաղաքական հոդված է, իշխանությունների քաղաքական Արդեն երեք դրա գնահատականները ոնց որ թե հրապարակավ նաև Հոսեփն էլ տվեց Սարգսյան, եկեք նորից չկրկնվեմ, անկեղծ եմ ասում, հիմա չեմ կարողանում խոսել, երևի գիտեք իմ հուզմունքս ասում եմ գարանեից պակաս չի։ Տիկին Էլբակյան, իսկ դատը այստեղ սկսելուց առաջ, երբ որ Դանիել Լեոնիսյանն էր գրառում արել, անդրադարձել երեխաների առողջական վիճակի մասին եւ մի շարք մանրամասներ հայտնել, հենց առաջին ինքը արդյոք այդ, չգիտեմ, չի խախտում տղայի իրավունքները իր առողջության վերաբերյալ այդքան մանրամասն տեղեկություններ հայտնելով։ Ինձ համար անգամ զմանալի է, թե Դանիել Լեոնիսյանը որտեղից այդ ամբողջ
նկատվությունը գիտեր, որտեվ եթե դուք նկատել եք, մենք իրավունք էլ չունենք դրա մասին շատ բարձրաձայնելու։ Թեպետ Դանիել Լեոնիսյանը իր դատողություններն էր արել, որը ինձ համար առողջական վիճակով պայմանավորված ընդհանրապես ընդունելի չի։ Դավիթ Մինասյանը հոգեկան որևէ խնդրով չի տառապում։ Դավիթ Մինասյանը ունի առողջական խնդիրներ։ Նա պայծառ գիտակ գրագետ տղա է, ընդհանրապես որևէ հոգեկան խնդիր չունի, ինչը որ Դանիել Լեոնիսյանն էր ներկայացրել։ Եվ ինչպես ներկայացվեց, ես Դանիել Լեոնիսյանի կոչին, անկախ իմ վերաբերմունքից, չեմ ասում վատ թե լավ, մենք դատարանում անգամ դրան հրապարակավ միացել ենք, որ խնդրում ենք այս տղայի նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոց մի ընտրեք։ Բայց երեխան հաստատ դա մեկ անգամ եւս կրկնում եմ, հոգեկան խնդրի հետ կապած խնդրում եմ երեխային հոգեկան հիվանդ, տղային հոգեկան հիվանդ մի դարձրեք։ Տիկին Էլբակյան Միքայելի հետ կապված 5 միլիոն դրամ գրավը 3 օրում պետք է հավաքվի։ Այո։ Ընտանիքը ընկերների հնարավորություն ունեն։ Ուրեմն նայեք, անկախ նրանից ընտանիքը հնարավորություն ունի թե չունի, այս ընտանիքը այնքան հարգված ու սիրված է, երևի թե մեր ընկերությունն է արդեն հավաքել այդ գումարը, ես տեղյակ չեմ։ Այս պահին անգամ էլ չենք գնացել վճարելու, ես ինքս էլ կգնամ, այդ խնդիր չի։ Մենք ստեղել ենք գրավի գումար առաջարկել, ոչ ասել ենք 5 միլիոնից սկսած, ինչը որ դատարանը բավական կհամարի, ամեն դեպքում դա այս ընտանիքի համար բոլորս պատրաստ ենք ամեն ինչ ներդնելու, ամեն ինչ։ Հայաստանի ներքաղաքական կյանքում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց գործընթացներն ավելի ու ավելի հետաքրքիր են դառնում։ Հայտնի է դարձել, թե որ քաղաքական ուժերի հետ դաշին կկազմի Ուժեղ Հայաստան կուսակցությունը եւ այսպես ասած Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել նոր դարաշրջան կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի եւ միավորված հայեր կուսակցության պատվավոր նախագահ լիազոր ներկայացուցիչ Նայիրի Սարգսյանի հետ։ Քաղաքական կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն միասնական քաղաքական դաշինքով Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Հուշագրի ստորագրած քաղաքական կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական օրակարգի եւ նախընտրական ծրագրի շուրջ եւ գործելու են պետականության ամրապնդման, ազգային ու հոգեվոր արժեքների պաշտպանության, արդյունավետ ու հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական ու սոցիալական արդարության ու համերաշխության ապահովման սկզբունքների վրա։ Կողմից որոշում է կայացվել նոր ուժերի հետ կազմել դաշինքներ, հրավիրել նոր ուժերին, քանի որ նոր ուժերը կստեղծեն նոր քաղաքական համակարգ Հայաստանում, որը կփոխի մեր ուղին, մեր երկրի զարգացման ուղին, դեպի զարգացում վերջապես։ Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել, եւ մենք պետք է նոր հնարավորություն տանք երիտասարդ եւ մեծ պոտենցիալով ուժերին, որպեսզի կարողանանք երկում որակական փոփոխություններ բերել։ Երկրորդ հատը այլ որ ուժերի հետ է եղել բանակցություններ եւ շուտ, եթե եղել են իհարկե, ինչու համաձայնության չեք եկել։ Մենք այսօր հայտարարեցինք, որ մենք բաց ենք նոր ուժերի հետ համագործակցության, բոլորի շատերի հետ, արտախորհրդարանական ուժերի հետ եղել է շփումներ, բայց մեր պատկերացրած ձևաչափը ամեն դեպքում քաղաքական համակարգի որոշակի տրանսֆորմացիան է։ Այսպիսով վերջին ամիսների ամենաշատ քննարկվող հարցերից մեկը թե ում հետ է Սամվել Կարապետյանը դաշին կազմելու ստացավ իր պատասխանը, ինչ ձևաչափով հանդես կգան ՀԱԿ-ը, Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստանը եւ Կարապետյանի հետ դաշին կազմել ցանկացող մյուս ուժերը մնում է օդից կախված։ Եվ այս պահին զրուցելու եմ քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանի հետ։ Պարոն Քամալյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Քամալյան, նախ անդրադառնանք
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին եւ նաեւ այսօր դատարանի որոշմանը ուրեմն Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց, փաստաբանն էլ մանրամասներ ներկայացրեց, իհարկե փաստաբանը նշեց, որ բողոքարկելու են այսօրվա որոշումը եւ նաեւ նշեց, որ դատարանը ըստ էության ոչ մի բան հաշվի չառավ եւ փաստորեն Դավիթ Մինասյանին տեղափոխելու են Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեղի ունեցածը ինչպես եք գնահատում, որքանով դատարանը այսպես անաչառ որոշում կայացրեց, թե հաշվի առնելով այն քաղաքական հայտարարությունները, որ եղել են այս ամբողջ օրերի ընթացքում, ունեցան իրենց, այսպես ասած, ազդեցությունը քաղաքական իմաստով, համեցեք։ Եկեք ես իրավական գնահատական չտամ, թողենք դա ավելի մասնագիտական հանրությանը եւ փորձենք քաղաքական տեսանկյունից վերլուծել այդ դրվագը, իրականում այդ դրվագի արմատները լրիվ այլտեղ են տանում, դա ինչ-որ ինքնաբուխ բան չէր, պարզ է, չէ, որ ինչ-որ քաղաքական շրջանակների հետ կապված երիտասարդներ են, պարզ է, որ հենց այնպես չէին հայտնվել այդ եկեղեցում, եւ սա կարելի ասել 5-6 տարիների ընթացքում ընթացող բռնության քարոզի շղթայական շարունակությունն է, երբ որ դու անընդհատ քո կողմնակիցների շրջանակում գեներացնում ես ատելություն, ասում ես, որ ահա այս մի մարդու պատճառով է սա եղել, այս մի մարդու պատճառով է սա, այս մի մարդու պատճառով, դու անընդհատ գեներացնում ես ատելություն եւ հետագայում միգուցե մի տաքագլուխ երիտասարդ գնա եւ կատարի սարսափելի մի հանցագործություն, այդ դեպքում դու ասում ես ես պատասխանատվություն չեմ կրում։ Արա ինչի է այսպես մանրացա, որովհետեւ այս ամենին առաջին հերթին պետք է տրվի քաղաքական գնահատական։ Քաղաքական գնահատականների միջոցով պետք է բոլոր մտահոգ քաղաքական ուժերը, անհատները, լրատվամիջոցները, մի խոսքով բոլորը պետք է դատապարտեին այդ արարքը։ Չի կարելի բռնությամբ քաղաքական հարցեր լուծել, առավել եւս բռնության փորձ իրականացնել երկրի փաստացի ղեկավարի նկատմամբ, նա ներկայացնում է տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունը դու պետք ես փաստացում պետության, պետականության վրա։ Եվ մենք միակ անգամ տեսել ենք մի այդպիսի դեպք, երբ որ այսօրվա կարևոր դերակատարներից շատերի մեկնաբանվամբ մի խումբ ռոմանտիկներ իրականացրեցին հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, երբ որ գլխատվեց Հայաստանի Հանրապետությունը, սպանվեց վարչապետը, ազգային ժողովի նախագահ, պատգամավորներ, նախարար, մի խոսքով սա, երբ որ հասարակությունը այս ամենը մեկ անգամ շոշափել է, բնականաբար շատ դեպքերում նմանատիպ թեկուզ փոքր այսպիսի միջադեպերը սուր էմոցիաներ կարող են առաջացնել հասարակության շրջանում։ Պետք է դատապարտել, իսկ իրավական գնահատականը կրկնում եմ դա ավելի մասնագիտական հարթություն է, փորձենք հավատալ մեր օրենք կատարող մարմիններին եւ տեսնենք ինչպես կընթանա հետագան ընթացքը։ Պարոն Քամալյան, բայց ես լսում էի տղաների մորը, որն ասում էր, որ տղաները քաղաքականապես որևէ կերպ այսպես որևէ թևի չեն հարում, ընդհանրապես ապա քաղաքական կերպարներ են եւ այդ օրը ուղղակի մասնակցում էին ուրեմն Ծաղկազարդի արարողությանը, պատարագին, այսինքն դուք կոնկրետ տեսնում եք քաղաքական ուրեմն դրդապատճառ, բայց ուրեմն նշվում է, որ նրանք ընդհանրապես ուրեմն ապաքաղաքական կերպարներ են։ Այդպես ֆակտում կարելի ամեն ինչ էլ ասել, ապաքաղաքական են, մենք կապ չունենք։ Եթե քո երեխան 18 տարեկան է, դու առաջին հերթին ինքդ պետք է հասկանաս ինչ հոգեվիճակի արդյունքում է նա գնացել այդ քայլը, ինչ շրջանակների հետ է շփվում, ինչի արդյունքում է դա տեղի ունենում։ Կրկնում եմ, դա հենց այնպես այդպես ինքնաբուխ չի կատարվում։ Եվ արագ քաղաքական այն մոբիլիզացիան, լրատվական, քաղաքական դաշտից եւ այլն, որ տեղի ունեցավ այդ երիտասարդների շուրջ, շատ բանի մասին է խոսում։ Քանի կուսակցություն եւ քանի լրատվամիջոց այդ շրջանակներից,
որոնք տարիներ շարունակ բռնություն են քարոզում, դատապարտեցին այս արարքը։ Մի կողմ դնենք ով է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հա։ Ենթադրենք 13-14 թվականին Սերժ Սարգսյանի ուղղությամբ մեկը նման բան աներ։ Ինչ է, ես լինելով ռադիկալ ընդդիմություն, ինչ պետք է ասեի։ Ասեի ճիշտ է արել, այ Փաշինյանը պետք է դուրս չգա փողոց, որովհետև պետք է մտածի, որ մի այդպիսի տաքագլուխ երիտասարդ այդպիսի արարքի կդիմի։ Ես իմ տակի հարևանին չեմ սիրում, բայց մենք նույն սրճարանում ամեն օր սուրճ ենք խմում։ Եվ ինչ անեմ, մոտենամ այդ մարդուն եմ բռնության ենթարկել եւ մեղադրեմ, որ ինքը գիտի, որ ես իրեն չեմ սիրում, բայց ինքը իմ հարևանությամբ սուրճ է խմում։ Դա տրամաբանություն չկա այս ամենի մեջ։ Դա իմ գնահատմամբ, իմ սուբյեկտիվ գնահատմամբ քաղաքական նպատակներով կազմակերպված արարք է, քարոզում են բռնություն, ատելություն եւ մի որոշ շրջանակներ ռաբիս շրջանակներ, որոնք միշտ օգտագործվել են հրեա օլիգարխի տարերի կողմից, այդ ռաբիս շրջանակներին ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հույլ ղեկավար է, չի կարողանում ինքն իրեն պաշտպանել, դրա համար եթե մի քիչ էլ ագրեսիվ տրամադրվենք այս ընտրություններին, կարողանանք նրան տապալել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական կեցվածքը, դեմոկրատական կեցվածքը, հանդուրժողականությունը փորձ է արվում նման տիպ գործողություններով հակառակ ներկայացնել։ Այսինքն հասարակությանը համոզել, որ ժողովրդավարությունը դա թուլություն է։ Դա բացի քաղաքականից եւ ունի նաեւ մշակութային, սոցիալ-մշակութային էություն։ Քաղաքակրթական պատկերացումների էություն ունի իր մեջ։ Պարոն Քամալյան, մեծ հաշվով այս հայտարարություններն էլ իրենց ազդեցություն էին ունեցել, նկատի ունեմ իշխող թիմի նաև ներկայացուցիչների, այ դուք նշում եք, որ ուրեմն որևէ հայտարարություն չեղավ, որևէ մեկը նրանցից չդատապարտեց, վարչապետի հետ տեղի ունեցածը, շատերը նշում էին, որ եկեղեցին ինքն էլ կամ մայրաթորն էլ պիտի հայտարարություն տարածեր, եթե ուրեմն չի դիրքավորվել քաղաքական դաշտում։ Միանշանակ արդեն արձանագրված փաստ է, որ եկեղեցին դիրքավորված է քաղաքական դաշտում, հստակ եկեղեցին աջակցում է Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին ըստ երևույթի չգիտեմ, բայց Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պահով միանշանակ է եւ Նիկոլ Փաշինյանը խոսում է պատերազմի եռագլուխ լինելու մասին, իսկ ես դա ասում եմ քառագլուխ, որովհետև Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը եւս այդ քաղաքական հոսանքի կարևորագույն ներկայացուցիչներից մեկն է եւ հենասյուներից մեկն է։ Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ Գարեգին բեն կարելի է ասել այս process-ին, այս ընտրությունների միջոցով պայքարում են Հայաստանի կադիրովացման համար։ Պարզ եւ հստակ կերպով ինչ է նշանակում կադիրովացում։ Կադիրովացում նշանակում է ոչնչացնել հանրային հաշվետվություն, իրենց իշխանության գալուց հետո ոչնչացնել հանրային հաշվետվության ինստիտուտը Հայաստանում, ոչնչացնել էլեկտորալ ժողովրդավարությունը, հանրային հարաբերությունների հիմքում դնել փոքր էլիտար խմբերի, այսպես ասած, դիկտատորական շահերը, շահերի դիկտատուրա են հաստատելու, հա, իրենց առանձին վերցած մեծահարուստների խմբեր են ձևավորելու եւ այս ամբողջ process-ի արդյունքում նաեւ Հայաստանի քաղաքացին, եթե զրկվում է էլեկտորալ ժողովրդավարությամբ իր ընտրելու իրավունքից, եթե զրկվում է հաշվետվու դինող իշխանությունից, արդեն իսկ կորցնում է իր քաղաքական ինքնուրույնությունը։ Իսկ եթե հասարակությունը կորցնում է քաղաքական ինքնուրույնությունը, կարող է կորցնել նաև քաղաքական ինքնությունը։ Եվ հենց այստեղ այդ ուժեղ խաղաղություն, ուժեղ բերենք դրսից տղաներ, աղջիկներ, դա գիտեք ինչի մասին է խոսքը։ Նրանք ասում են, որ մենք եթե գանք իշխանության, մենք Ալիևի հետ չենք բանակցելու, մեր փոխարեն Ալիևի հետ բանակցի ուժեղ տղա Պուտինը։ Մենք այդ կշիռը չունենք։ Իսկ դա նշանակում է
մեկ բան, որ նրանց ինքնությունը հայկական չէ, քաղաքական ինքնությունը հայկական չէ։ Նրանք չեն ուզում ընդունել, որ Հայաստանը կարող է ունենալ ինքնուրույնություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, իր փոխարեն հենց ինքը բանակցելու, թեկուզ թշնամու հետ։ Այս մարդկանց նպատակը զրկելն է Հայաստանին ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Ուժեղ Հայաստան ասվածի հիմնական ուժեղ բանակցող ուժեղ Հայաստան դա է։ Կգնանք Ալիևին կասենք, որ դրանից հետո մեր փոխարեն խոսելու է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Իսկ թե Պուտինն ու Ալիևը դրանից հետո ինչեր կխոսեն իրար հետ, ինչ պայմանավորվածությունների կգան։ Դա ցույց տվեց նախորդ 20 տարիների ընթացքը, երբ որ Հայաստանը կարելի ասել նույն կերպ ողջ իր պոտենցիալը, ողջ իր բանակցելու ամբողջ բանալին այսպես հանձնել է Ռուսաստանին, հարմարվում է Ռուսաստանի ցանկացած քմաճուկին, բայց բանից պարզվեց, որ Հայաստանի նախագահի սեղանին, Սերժ Սարգսյանի սեղանին հայտնվեց Լավրովի պլանը։ Նիկոլ Փաշինյանը ժառանգել է այդ Լավրովի պլան ասվածը, այդ լուծման նման փաթեթ սեղանի վրա դրվել է Սերժ Սարգսյանի սեղանի վրա։ Դա ուժեղ դաշնակից, ուժեղ երաշխավոր ունենալու պարագայում, որովհետև ինչ որ պայից սկսած, պարզեր չէ, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը ունենալու է շատ ավելի մեծ նշանակություն, քան Հայաստանը, եւ բնականաբար Ալիևը օգտագործելով այդ հանգամանքը կարողացավ սեղանի վրա դնել Լավրովի պլանը, որը դարձավ անխուսափելի պատերազմի պատճառ։ Լավրովի պլանն է ստեղծել բոլոր հնարավոր միջոցները պատերազմ լինելու։ Պատերազմ տնող հիմնական գործոնը եղել է Լավրովի պլանը, որտեղ դա եղել է հայ ժողովրդի հանդեպ իրարվող դրված եղել հայ ժողովրդի առաջ վերջնագիր։ Լավրովի պլանը այն ինչ հիմա ունի Ադրբեջանը, ըստ ամենայնի։ Լավ, պարոն Քամալյան, այո։ Այս նույն մարդիկ փորձում են կրկին այդ նույն քաղաքականությամբ ռեաբիլիտացվել։ Պարոն Քամալյան, չի կարող այդպես։ Պարոն Քամալյան, տեսեք, նաև ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվում, վստահաբար հետևել եք տեղեկատվությանը, ընդհանրապես այն ուժերը, որոնք հենց ուրեմն ներգրավված են ընտրակաշառքի այս ամբողջ գործընթացում, ուժեր, որոնք տարիներ շարունակ նախկինում են եղել ուրեմն ընտրակեղծարարության մեջ մեղադրվողներ, մասնակցում են ընտրություններին, սա խնդիր չէ։ Եվ արդյոք չպետք էր ուրեմն որևէ բաժանենք երկու մասի։ Ես հասկանում եմ, որ կան քաղաքական ուժեր, որոնք տարիներ շարունակ զբաղվել են նման ընտրական հանցագործություններով, նրանց շատ վաղուց պետք է դրված լիներ իրավաքաղաքական գնահատական։ Այդ գնահատականը, իրավաքաղաքական գնահատականը ինչպիսի հետևանքներ կունենար։ Եկեք դա այլևս չխոսենք այդ մասին, բայց եկեք նաև մի շատ օբյեկտիվ իրականություն ներկայացնենք, մենք չմոռանանք, որ հասարակության մեջ մի զգալի զանգված իմ գնահատված մի 15-ից 20%-ի սահմաններում կա մի հասարակության մի շերտ, որը չի սիրում ժողովրդավարություն, որը ատում է արևմտյան քաղաքակրթական պատկերացումները, որի վրա խարսված է ժողովրդավարություն ասվածը, բռնությունը համարում է կարևոր միջոց, վախի միջոցով կառավարումը համարում է նորմ, հա, դա մեր իրականությունն է։ Հիմա թե որ կուսակցությունը եւ որ անհատները կգան այս 15-20%-ին կօգտագործեն, դա այլևս կարևոր չէ։ Մենք պետք է ձգտենք տարիների ընթացքում այդ 20% ռեակցիոն գաղափարներով ապրող հասարակության այդ լայն շերտը նվազեցնել կրթական բարեփոխումների, մշակութային միջոցառումների եւ այլ անընդհատ այդ մարդկանց պետք է եփել, որ այդ մարդիկ այդ ստալինիստական պատկերացումներից դուրս գան։ Հայաստանում կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք Կադիրովի հանդեպ ունեն
սեր, հարգում են կադրովին։ Սա շատ լուրջ մշակութային խնդիր է, սա աշխարհընկալման հարց է։ Ինչ վերաբերվում է, կրկնում եմ, այն կուսակցությունները, որոնք ընտրակաշարք են բաժանվում, թե ընտրակաշարք բաժանող կուսակցություն կլինի, անհատ կլինի, թե ընտրակաշարք վերցնողը պետք է օրենքի ողջ խստությամբ ենթարկվեն պատասխանատվության, եթե 5-10, ես չգիտեմ, 5 տարվա հոդված է, 7 տարվա, 10 տարվա, ամբողջությամբ պետք է կիրառվի։ Այդ ախտը պետք է արմատախիլ արվի երկրից, նաև այո օրենքի ուժով։ Շնորհակալ եմ, պարոն Խամալյան։ Ես ձեր տակտիկը, ձեր մտահոգությունը։ Պարզապես մի փոքր փորձեցի ավելի լայն համատեքստում ներկայացնել թե հասարակության, թե էլիտաների շրջանում այդ զանգվածին։ Շնորհակալ եմ, պարոն Խամալյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Կապ ենք հաստատել Իսպանիա, Բարսելոնա, զրուցում էին քաղաքական վերլուծաբան Գագիկ Խամալյանի հետ։ Անկախ դիտորդ դաշինքը ներկայացրել է մարտի 9-ից մեկնարկած երկարաժամկետ դիտորդության արդյունքները։ Դաշինքը իրականացրել է 6 կուսակցությունների համագումարների 18 հավաքների դիտարկում 51 մասնակիցների հետ, հարցազրույցներ 13 կուսակցությունների, 29 ներկայացուցիչների և 27 հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև այցեր 63 կուսակցական գրասենյակներ։ Մինչև մայիսի 8-ը իրականացվող քարոզչությունն օրենքով արգելված չէ, սակայն չկարգավորվող է։ Կուսակցությունների մի մասի մոտ առկա է թյուրընկալում, թե այն արգելված է։ Մայիսի 8-ից ընտրություններին անմիջապես նախորդող ժամանակահատվածում կուսակցությունների քարոզչական գործողություններն ու ծախսերը կարգավորվելու են։ Անկախ դիտորդի հիմնական արձանագրումները հետևյալն են. վարչական ռեսուրսի կիրառում, կան մտահոգություններ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից սոցիալական վճարների աճի, քաղաքականության ու համայնքային հիմնարկներից հնարավոր քաղաքական հիմքով աշխատանքից ազատումների վերաբերյալ, խոչընդոտներ և ճնշումներ, ահազանգեր են ստացվել միասնության թևեր կուսակցության գրասենյակների, վարձակալության խնդիրների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում հայ գործարարների ու նրանց աշխատակիցների առաջիկա ընտրությունների քվեարկությանը մասնակցելու պարտադրելու նպատակով ճնշումների մասին։ Ընտրակաշարք և պարտադրանք արձանագրվել են Ուժեղ Հայաստան կուսակցության օգտին ընտրակաշարքի բաժանման ու հավաքներին աշխատակիցների ներգրավման դեպքեր, որոնք արդեն իսկ իրավապահների ուշադրության կենտրոնում են։ Իրավապահների գործելաոճ մտահոգիչ են հավաքների մասնակիցների ու ոստիկանության միջև լարվածության դեպքերը, ինչպես նաև քաղաքական ակտիվիստների հնարավոր մեկուսացումը քննչական գործիքակազմի կիրառմամբ։ Քարոզչական խոսույթ դիտարկվում է պատերազմի շահարկման թեզի կիրառումը թե իշխանական, թե ընդդիմադիր որոշ ուժերի կողմից, ինչով բացասաբար է անդրադառնում քաղաքական, քաղաքակիրթ մշակույթի ու ընտրողների կամքի ձևավորման վրա։ Հիշեցնենք, որ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշարք բաժանել Հայաստանի Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների, ապահովելով նրանց մասնակցությունը 26 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։ Այս մասին տեղեկացնում է հակակոռուպցիոն կոմիտեն, հիշյալ անձինք իրենց հանցավոր մտադրություն իրականացնելու նպատակով նախ Մեծամոր համայնքում բացել են մեր ձևով հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների 25-ից 26 թվականների ընթացքում ձևական գրանցել են հիշյալ կազմակերպությունում, հանձնարարելով հավաքագրել անձանց, որոնք ընտրություններին կքվեարկեն Ուժեղ Հայաստան կուսակցության օգտին։ Պարզվել է նաև, որ նախապես խոստացված և փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշարքը ձևակերպվել է որպես աշխատավարձ, դրանով փորձելով քողարկել ընտրակաշարքի տրամադրման փաստն ու նվազագույնի հասցնել դրա բացահայտումը։ Հատկանշական է, որ հասարակական կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են հանդիսացել անձի մեծ ընտանիք ու ծանոթների լայն շրջանակ ունենալու, ինչպես նաև ընտրող հանդիսանալու հանգամանքները։ Հատկանշական է, որ հասարակական կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են հանդիսացել անձի մեծ ընտանիք եւ ծանոթների լայն շրջանակ ունենալու, ինչպես նաև ընտրող հանդիսանալու հանգամանքները։ Դու արդիր մարդ կա, պետք է տենանք, այն աղջկայից չխոսացիր։ Օրս արևես, այսին դրան դեմի հարևաննա,
Հա։ Տանք էլի լավ։ Երկու աղբեր իրանց նավարներով երկու տղա ունի հարցներով բան։ Միջև այդ լրիվ ուրիշ բանին, հիմի որում ենք այն ամենաձևով ասում աղբերս ինձ գնացա կամ իհուրիզը կամ հետներդ։ Դե հարմարցնում է ծենանք աղբորը։ Ասիկ գրանց ենք աղբերս արի հենց մի քեզի գրանց Սիմոն ասմասկի տղուն եմ տղաները եկավ մի ասում 7 տարեկան հա ասма ինձ գրանց հա որը սազար աղբերս աշխատավարձ է կստանաս մի հատի չապով դա որը սազար գելն եմ դամ միջև վերջ թապացելնի Ասենք կարան խոսքի ենթադրենք աշխատավարձի վերանայում անեն, կարան այնտեղ հազարատ հարց կա կամ այդքան խոսքի են տունը նստած, որ ոչ մի բան չեն անում իմիջայլոց իրանք էլ ինչա փող են ստանում, ես ինձ մեջտեղից ճղում կոտորում եմ։ Ասում եք ասար ինձ սետ մոխափերը ունվարի փող չի տվի 150,000 կտա, ես շատ գիտեմ ինչ ոնց։ Հա սետ։ Էդ ջան, դու ունվար ամսին մի 10 րոպեով եկել ես մեզ մի բանով քյոմ։ Ախպեր, ես չեմ եկել, ուրեմն չեմ եկա вообще։ Այդ ինչքան որ ես արել եմ, էդի քասեր քեզի հալալ ելնի, բայց այդ 180 հոգին ես կտամ ուրիշի։ Ախպերս ինչ տվել են քեզի դու կամոձան թոբերի ցավը տանեմ։ Այդ 180-ն էլ տարտուր քպեին տոտան քեզի ցավը տանեմ։ Ես քպեին չունեմ տալիս, գիտեմ ում կտամ։ Դե ում կտաս դուր, մեն տվասել դուր մեզի ցավը տանեմ։ Այդ փողն տվեցի իրան, ցամար ասեց կամ հետո բրացրեց ունվար ամսվա։ Այդ տվեց էդի։ Հա? Այդ տվեց էդի։ Չէ, հա, իրան տվեց իրան, ինչ է։ 100 դուերտի չունի ես տվեցի։ Ես դեպի թվեր մի ասա, լավ աղբերս էս բան մի խոսամ։ Չէ, ոչ մեկն այլակի հեռախոսով ես խոսում։ Կողմը չէ որ ես։ Բան չասի, ես վաղի կկանչեմ յան ու էդի սաղ կվերսեմ ձեռից։ Հա, ոչ եմ տո Փաշա յան ասել եմ 180 ձայնը տանես քպեին կտաս կգաս ինձ կտնաս։ Հեսա, լսում ես, կակ մի լինկի, երեխու պես վազելով գալու է ու դնելու է։ Բացի այդ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ խմբի կազմում Հայաստանի նախագահի ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի 26 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում համապետական ընտրություններին մասնակցող Արմավիրի մարզի մի շարք բնակիչների բարեգործության անվան տակ ուժեղ Հայաստան կուսակցության անունից բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով 26 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում անհատույց տրամադրել են տարբեր չափերի դրամական միջոցներ։ Էդի որդ է, Ռենգեն ինստիտուտ։ Դա, Ռենգեն ինստիտուտ։ Մի 120,000-ի կարգի այն, որ դա արմերը դուր ճշտեց, կարակ էդի փոխանցումով ուղարկի։ Ասես ինչ-որ կլի, ես ապետ արժրաբար վերցեմ։ Հա, մետը վերց հաշվե ամարը։ Ես դե մոտից մարդ ունեմ։ Հա։ Եթե դա մոտից վերցեմ 120,000, այդ դեպքում դու դալի չի տվեք։ Չելի։ Ախպեր հեռախոսով էց բան մի խոսամ, մեռնեմ սրտիդ։ Հա, լավ։ Մեր մոտը մի որ գիտես, թազա օրենք են անել, նա լիշնի 1000 դրամ մեկին տանք լավներ։ Հա, էդի գիտեմ, էդի լսացել եմ։ Դե համբերա մարդ կա խոսամ, տենանք ինչով կարանք օրինական թղթերով օգնենք։ Կամ ձեր գյուղից ումն էին բանը փոխանցը Իվան Բանոցի համար։ Բաղդասարյան, այդ տղամն տենց չեմ հիշում հեսա։ Սարքիս։ Հա։ Բաղդասարյան Սաքո, Վանուշովը։ Բա փոխանցել են մերոնք փողի ամնում, լավ։ Իշքան են ուղարկել։ Ասեց 500,000 են տվել։ 7-ին ժամը 4-ին 10 պակաս դուս կգան, դու կարակ ժամը 3-ին ատբոյ անեք, ես մի օրոպտի նվիրեք ինձ։ Աղբեր օրը 20,000 ուզես երկու։ Դու պրոբլեմ չունեք։ Խողնը դες գլխից է։ Հա, без պրոբլեմ։ Դե որ без պրոբլեմա, բայց հա, բրես։ Հեռախոսով էց բաներ մի ասա, ախր։ Կասեմ քաբաբ պես։ Հա։ Հյուրս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է։ Տիկին Ստեփանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։
Եվ այսպես Տիկին Ստեփանյան, դուք վստահաբար տեսել եք անկախ դիտորդի ուրեմն ներկայացրած արձանագրումներն ու մտահոգությունները, որտեղ նաև քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ կան դիտարկումներ, մասնավորապես մտահոգություններ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից սոցիալական վճարների աճի քաղաքականության ու համայնքային հիմնարկներից հնարավոր քաղաքական հիմքով աշխատանքից ազատումների վերաբերյալ օրինակ ձեզ համար մտահոգիչ չեն այս ներկայացված փաստերը, փաստորեն աշխատանքից ազատումներ են համայնքային հիմնարկներում տեղի ունենում, այս մասով փորձել եք հասկանալ ինչ է կատարվում։ Շնորհակալ եմ հարցերի համար, ես տեղյակ եմ, թե որ համայնքներից եւ որ համայնքապետարաններից կամ որ պոակներից կամ հոակներից են քաղաքական հայացքների համար աշխատակիցներ ազատում, անկեղծ չգիտեմ, բայց ես լսել եմ, որ օրինակ արդեն նոր քաղաքականության մեկնից գործողները քաղաքական ուժեր, ոչ մեկ ոչ երկու իրենց քաղաքական նորամուտը փոխում են գործել ամենատարբեր, ամենաբազմակողմի ինտերակցիաների ձևով եւ այստեղ երկու սոցիալական հանգամանք կա, առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետության նորանկախ պատմության մեջերը կառուցվածքությունները պայքարում են ընտրակաշարքին եւ ընտրակաշարք դաշնամուրներն եւ բավականին միջադրավ է, որ երբ հանրությանը հայտնի դարձան այս ձայնագրությունները, որտեղ հստակորեն հայրենիապարն կամ սեռական բնույթի հայրենիներով համընկած կուսակցությունները կապվածին հավելազոր բիզնես ծախսերի հետ, 120,000 կամ 150,000 տարբեր ծախսերի հետ, որտեղ ապացույցն է, գիտես ինչու արտադրանքով ուժեղ Հայաստան կուսակցությունները, այստեղ հարցեր են արեցանում հապետավականին հիմնավոր, բայց քանի կան ապացույցներ բնականաբար նրանց կլավեն, պարզապես առաջնորդերով գողը առաջինը դորում բռնեց գողին, թերևս այս արմեց բավականին կուսակցի պետքերը վիրադարձություններ թերևս առաջկայում ներկայանում։ Տիկին Ստեփանյան, իսկ ընդհանուր առմամբ այս ուրեմն արդեն բավականին դաշտը պարզորոշվել է, թե որ քաղաքական ուժը ում հետ ինչ դաշինքով է մասնակցելու, օրինակ դուք տեսաք, որ ուժեղ Հայաստանը բոլորովին էլ այսպես հայտնի քաղաքական ուժերի հետ չի դաշինք կազմում, անհայտ քաղաքական ուժերին է նախընտրում եւ այլն, տեսեք ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը եւ հաշվի առնելով նաեւ նրանց ուրեմն իշխանության գալու մասին հայտարարությունները, որ այ կարճ ժամանակ է մնացել, ուր որ է այս իշխանությունը հեռանալու է, 2 ամիս ժամանակ է մնացել եւ կհեռանա, իրենք կգան իրենց քաղաքական թիմով եւ ուրեմն այսպես ասած մաքուր քաղաքական կենսագրություն ունեցող քաղաքական ուժերով։ Շնորհակալություն, իհարկե միջավայրում, որտեղ որ այս կուսակցության այս քաղաքական ուժի հիմնական դերակատարները մեծացել են եւ ավարտել են որպես անհատ, չգիտեմ տարածված է թե հետեւյալ խոսքը, բայց Հայաստանի Հանրապետությունի տարածված է, որտեղ ասում են առին ծրել ներառել ստոպ։ Հիմա այս տեսքն է, այսպես մեծ խոսալով քաղաքական դաշտը իրականում դուք է ստոպին ինֆորմացիան ունենալ հասարակության փոքր սեգմենտի վրա կամ այն սեգմենտի վրա, ովքեր որ հավատում են, որ այս մարդիկ եկել են ծնկելու Հայաստանը, բայց ինչի սկսելու ըստերեգություն իրենց ծնկեն։ Երկրորդ ցավոք Հայաստանի Հանրապետությունում, ինչպես է փոխեն տարբեր երկրներում, դեռևս հասարակությունը կամ էլեկտորալը հաստատ չէ քաղաքական ուժերի ներելով իրենց ընտրելու իրենց ծրագրային դրույթներով կամ իրենց ոլորտային քաղաքականություններով, ինչ հանգամանքներով պայմանավորված ուժեղություն այսպես քաղաքական ուժի, բայց մարդիկ դեռևս տեսնում են փողինից, այսինքն եթե քաղաքական ուժը կամ որևէ տիրապետում է հսկայական ֆինանսների կամ ինքնական հնարավորությունների, ապա դերևս այս մարդիկ ուժեղ են ավելի քիչ մարդիկ կարող են ստեղծել, ովքեր տարբեր հանդիպումների ժամանակ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, օրինակ հետաքրքրում են իրենց սոցիալական ոլորտին ծրագրեր են պատրաստում իրականացնել, պետական ոլորտին արտոնություններ են տալու, սոցիալական խմբերին կամ առողջապահական ոլորտի հետ կապված ինչ տեսլական կամ ինչ հեռանկարներ ունեն եւ ըստ էության այս մեծ ցուցակը ես կարծում եմ այս նորաստեղծ քաղաքական ուժին իրեն ուր է տանելու, բայց հաստատ լավ տեղ տանելու։ Ինչ վերաբերում է դաշինքներին, ապա ես կցանկանամ, որ դիտա որպես քաղաքական ապտակ ունկալում այն քաղաքական ցուցակները կամ այն քաղաքական ուժերը, ովքեր հունիսին պայմանալի կենտրոնների մի կողմ են դրել իրենց քաղաքական հետագիծը, մի կողմ են դրել իրենց
քաղաքական գաղափարախոսությունների հրաժարվել են իրենց տարիների քաղաքական պայքարից եւ այդպես առաջարկել են հանդես եկել միանալու այդ ուժը Հայաստան դիպակցանը կամ քաղաքական ուժին, որը բացի նրանից, որ իրապետում է հսկայական ֆինանսական հնարավորությունների, այլ բանի չի իրապետում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է բաժին, գիտեք, որ նոր անկախ պատմության մեջ հակի բազմաթիվ ներկայացուցիչներ վերջին դերակատարում ունեն եւ Հայաստանի Հանրապետության բավականին իսկադրած եւ պատմական եւ քաղաքական տեսակետից կարևոր իրադարձությունների բնականաբար եղել են նաեւ ծախսողներ, բացառումներ եւ այս տեսանկյունից ինձ համար բավականին շատ զավեստալի է, բայց մի քիչ անհասկանալի է, ինչպես կարող է հաղթը ինքը նախաձեռնությունը վերցնել եւ այս ուժին միանալու որոշ առաջարկներ ունենալ, դա բնականաբար իրենց խնդիրն է, պարզապես ես ցանկանում եմ ասել, որ այն պայքարը եւ այն հնարավորությունները, որ մենք ստեղծում ենք եւ շարունակել ենք ստեղծել քաղաքական դաշտում, որպեսզի բոլոր պատանիները հնարավորություն ունենան ներգրավելու պրոցեսների մեջ, որպեսզի քաղաքական դաշտում ձեռքբերել ընդհանրություն իրականացնել, որպեսզի ընդրակաշարք կարևորին մենք 2018 թվականի հեղափոխության միջոցով եւ հեղափոխության շրջանակներում ուղարկել էին շատ տխուր մի հանգարան, որը ընդհանրապես կապեցած ունենա քաղաքական պրոցեսների հետ ավելի վերջնությունների հետ, ցավոք որոշ ուժեր ցանկանում են հետևել եւ հստակացնել նորից դարձնել իրենց հիմնական զենքը։ Այստեղ հարց է առաջանում ուժը Հայաստանի ներկայացուցիչների հարգելի գործընկերներ կամ հարգելի քաղաքացիներ, դուք Հայաստանը ուժեղ եք համարում այդ ուժով, այսինքն ընդրակաշարք բաժանելով, մարդկանց վախեցնելով, մարդկանց արտաքինից պահելով, ֆինանսական կամ սոցիալական առումով հաշվի առնելով տարբեր ընտանիքների եւ տարբեր մարդկանց, թե այս պահի խնդիրները նրանց տաղտության մեջ գտնելով ուզում եք փողոք գնել նրանց թվան, ես ցանկանում եմ արդյոք օգտվել պարզապես ինքնուրույն մենք 10 թվականից հետո այլևս չենք անդրադառնալու այս թեմաներին, բայց ցավոք որոշ իրադարձություններ ստում են այս մասին տակալ եւ ցանկանալու եթե մենք առաջկայում օրինակ նորից օրիններ ունենանք ծնող քաղաքացիներին եւ ասելով որ մի վաճառ է ձեզանը եւ մի վաճառ է ձեր երեխաների ապագան։ Ի վերջո այսօր Հայաստանի Հանրապետությունում մարդկազմասի խնդիրներ, բազմաթիվ մարտահրավերներ, թե ներքին քաղաքացին, ընթացքված եւ ընտանեկան ձևավորված իշխանությունների ուղիղ քաղաքականության հետևանքներին։ Ես կարծում եմ, որ պետք է դնել քաղաքացիների վրա, որոնք այս քաղաքական ուժերը ոչ մեկ ոչ երկու ասեն դրել են ես ներողություն եմ խնդրում այս ձևակերպման համար ապրանքի տեղ, նրանց դրել են անցում առարկաների տեղ, որ ասում եմ, ես իմ հարություն կտամ, իմ հարություն հոսում չեսեմ կտամ նրան եւ այլն իմ հասանամ քաղաքացիների մասին, խոսում մենք խոսում ենք մարդկանց մասին, ու կարող է ինչ-որ կալվածատեր, կամ ինչ-որ ստեղծատեր, կամ ինչ-որ բտեժիկ իրեն վերապահել, որ ասես այսքան ծանրացում են տալիս են նրան եւ այլն։ Հարգելի քաղաքացիներ, հարգելի ընտրողներ, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն եք, իսկ պաշտպանված եք օրենքով եւ իրենց մեկ անգամ խնդրում եմ Կանոնական քաղաքական ուժերի ծրագրերին, այնուհետև դες քաղաքական տեսակետը կամ դիսկուրսում հայտնել իրենց ինքնություններին մասնակցելով եւ այս քաղաքական ուժերը, ովքեր արդեն դեռևս իշխանության չեկավ, խոսում են ընդրակաշարքի լեզվով, մարդկանց ահաբեկելու եւ սպառնալու լեզվով, մարդկանց վախեցնելու լեզվով, լավ ընդհանուր առմամբ մենք պատկերացնում ենք, ինչից ենք փրկել ազգովի եւ եթե հանկարծ քաղաքացիները չփոխվեն, ապա մենք իշխանության հետ ենք ունենալու։ Ինչ ենք մոռացել ենք, ինչ է կատարվում մինչև 2018 թվականի Հայաստանի Հանրապետությունում, երբ ամբողջ ոստիկանական համակարգը ոչ թե օգնում է քաղաքացիներին կամ պաշտպանում է հասարակական կարգը, այլ յուրաքանչյուր քաղաքում ոստիկանները կանում են սենսիտիվ մոտ, որպեսզի կոնկրետ ինչ-որ մի ընտրագետ ծառայ, թող բաժանող մտներ եւ հանդիպել ցինաները բաժանել քաղաքացիներին։ Մենք մոռացել ենք ընտրություններից մեկ երկու օր հետո ինչ խոսակցություններ ունեն փոխ բաժանողները իրենց տասնապետների, հիսունապետների եւ բաժանապետների հետ եւ շատ քիչ չեն դեպքերը, երբ օրինակ այս խոսակցությունները, այս բարձրաբանումները ավարտվում են ծանր մարմնական վնասվածքների, ավարտվում են դանակահարության եւ ավարտվում են անգամ որոշ քաղաքացիների Հայաստանից սպասնելու հետ։ Նա պարզապես սպասում են Հայաստանից, որպեսզի չհայտնվեն այն մասնակցությունները,
ովքեր որ իրենց փող են տվել այս կամ այն ամենից դրան։ Տիկին Ստեփանյան, դուք կարծում եք, որ սա ըստ էության ապտակ էր այն ուժերին, որոնք այսպես ինքն առաջադրվել եւ ցանկություն էին հայտնում միանալ Սամվել Կարապետյանի Մերձևովին, նկատի ունեմ օրինակ Հայ ազգային կոնգրեսը կար այնտեղ, Լուսավոր Հայաստանը, ապտակ է եւ այս նորաստեղծ նորելու քաղաքական ուժը ըստ երևույթին ապտակ է այն քաղաքական ուժերին, ովքեր խնդրում էին պարզապես ներգրավելու եւ միջազգային ստանալու իդե Հայաստան քաղաքական ուժի հետ եւ իրենց տարածքները մատուցելու ոչ միայն մեծ լուսողատերերին որքի շահառուներին այսպես ասած այլ նաեւ ինչ-ինչ ֆիլմեր դիտելու իրենց արդեն արտական տեսակների համար եւ այս ասած Հայաստան քաղաքական ուժը դիտելով նույնիսկ տարիքությունները Ես կարծում եմ, որ այստեղից մենք չորպես հետևություններ անենք, այստեղից պետք է այս քաղաքական ուժերը հետևություններ անեն, որ դին պետք չի 5 տարի այստեղ երեցավար նստել եւ իրենց ամենամեծ գործունեությունը համարել օրինակ լեգիտիմ երկով լեգիտիմ ճանապարհով հետագորված իշխանություններին քննադատել, քննարկել եւ անգամ իրենց քաղաքական հայացքների եւ տեսակետների դեմ տактикներ արտահայտել, որովհետեւ դուրս գան այս կամ այն օլիգարխին։ Արգելիները տեսակ կողմանների հետ ինչպես են վարվում այս օլիգարխները։ Որտեղ շարունակեն նույն գործով եւ նույն ձևով Տիկին Ստեփանյան, գիտեք, որ այսօր այն անչափահաս երկորյակ տղաներից մեկին ուրեմն արդեն երկամսյա կալանք եղավ եւ արդեն տեսնում եմ համացանցում, թե ինչ մեծ աղմուկ է եւ կոչ իշխանություններին օր առաջ աջակցեք, որպեսզի տղան երկամսյա կալանքի չդատապարտվի եւ այլն, գիտեք, այսօրերի հայտարարությունները նաեւ նրանց որ հայտարարությունը, որ տղաները ապա քաղաքական են եւ որևէ քաղաքական ուժի չեն հարում, ուրեմն իշխանության մեջ հնարավոր է որոշակի փոփոխություն լինի։ Նախ դուք ինչպես է գնահատում դատավորի ուրեմն կայացրած որոշումը, հնարավոր է որ ձեր դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություն լինի, թե ոչ, հաշվի առնելով փաստաբանական համայնքի կոչը, ծնողների կոչը եւ այլն։ Շնորհակալություն հարգելի սիրամուս, եթե անդրադառնալ չեմ հասցրել նորություններին հետևել, առավոտից այլ կանոնավոր բացում եմ ունեցել, կանցա կալանքի մասին, բայց եկեք դեր հետևակերպման մեջ եթե դենսեք, երկին ինչի տեսա Հայաստան Հանրապետության Սահմանադրության եւ Էլիքսերի համապատասխան 10 տարեկաններում հավազին երեխաներ, որովհետեւ 18 տարեկաններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Էլիքսերի համապատասխան այլևս պետությունը հրավիրում է պարտադիր սիմվոլական ծառայության, այսինքն մեծ 18 տարեկանները այսօր սահման են պահում եւ դեպքական հիմնավորումն ինչպես է եղել եւ 18 տարեկան տղաները դեռևս սովորում են ավարտություն, այս մասին ցույցադրում են որպես կլինեն բادرած փոխով իրավական հիմնավորումներ, պատասխաններ, դեպքավորները անհետացան ներքան Պաստաբանական եւ պաստաբանական մանրավազնական կամ այլ քաղաքական ուժերը, որ աջակցության խոսքնասուն կամ իշխանությունների կամենում ավելի մեղմ լինել այս երեխաների հետ եւ իրենամասել եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխան եւ ժողովրդավարության ծրագրերի համապատասխան մատուցների համապատասխան իշխանությունը ունի ձեռով եւ օրենքի իշխանությունը բնականաբար որևէ կերպով չի կարող ասել դատական դրա այսինքն նույնիսկ ինքնին օգնել կամ աջակցել այս տղաներին որոնք նրանց հետ կապված դատավորական երեխաներին ես պետք է դասում կարող բանջի դատավորին եւ ասել դիտեք իմ բանջն է որ դուք այսպես անեք եւ ասել դրա իրավունքը պատասխանատու Երբ ուզում մենք հիշենք իրականում ինչ է տեղի ունեցել, բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը գտնվում է պարտքի մեջ եւ նա այս մասին իր կարողություններին փոխում է դասում եւ բնականաբար գտնվում է ապքի ամենակարևոր փուլում ավարտապատում Գիրակի օրը Հայաստանի Հանրապետության վարչապետը դերասանքի քաղաքացի այցելել է Երևան քաղաքի գտնվող դերասանիչները, որտեղ պետք է մասնակցել պատարագի Հայաստանի Հանրապետության վարչապետը այն դերասանքի քաղաքացիներից է, ով իր բազմազբաղության հետ զուգահեռ հնարավորություն եւ միջոցներ է ստեղծում, որպեսզի ամեն դեպքի
Հայաստանի Հանրապետության որևէ մարզում, որևէ համայնքում կամ Երևան քաղաքում պարտադիր մասնակցի պատերազմի։ Վերջական անգամ, երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը մասնակցել է պատերազմին, դուրս գալու, ինչպես կապ լրատվամիջոցների դեպք ցանկանում են ներկայացնել, որ վարչապետը պատարագի տեսիք է մտել եկեղեցի, հրմուշվել է քաղաքացիներին, դա բացարձակ սուպեր է իրականության ուղղի համապատասխանը, կամ հստակ տեսանյութեր եւ տեսագրություններ, բոլորի հստակությունը հրավիրում է, վարչապետը պարզապես մի քիչ շուտ է դուրս գալիս պատերազմից, որովհետեւ գիտեք, որ քաղաքական պրոցեսներով սահմանավորված մենք այլ դրացիք ունենք։ Հիմա այդ ընթացքում դուք ժողովրդի մի քիչ դուրս գալու ժամանակ ինչ-որ մեկը մի քիչ գրել է կամ ոչ հարմար վիճակի մեջ դրել տեսնի։ Արդյոք դա նշանակում է, որ ձեր կողմից նշված 10-քանյա տղաներից մեկը ոչ միայն վարչապետին օգտել, այլ նաև փոխել ձեր պատասխաններ նրա վրա։ Հիմա ուզում եմ մենք խոսենք, թե երբ որ մենք օրինակ ասում ենք, որ ցանկանում ենք մեր երկիրը տեսնել այս կամ այն եվրոպական թափանցիներին դեպակցության կառավարման համակարգում կամ կառավարման ձևով, երբ որ մենք հողում ենք անում տարբեր միջազգային ստանդարտներին, երբ որ մենք երկիրը տարբեր իրադարձություններով պայմանավորված համեմատում ենք տարբեր եվրոպական երկրներ, ուզում եմ ասել, որ եվրոպական երկրներից տեսել, որ քաղաքացին ձեռք բարձրացնում ընտրված այս պահի դրությամբ երկրի ղեկավարի վրա, եւ այդպես չի, երկրի ղեկավարը երևի ինչ է սպասում, որ հաշվառելով Նիկոլ Սաշոնյանի մարդասիրությունը, հումանիզմը, Նիկոլ Սաշոնյանի մեղմ դեպավորությունն այն, թե պետք է դիտել այս տղային գլուխը ստորը եւ ասել ապրես տալիս դասարնագին դուքն են մասնակցություն ակնկալում այդքանից հետո։ Այս Հայաստանի Հանրապետությունը այդքան ասում են, պետությունը Հայաստանի Հանրապետությունի ինստիտուտները աշխատում են եւ այո չի կարող ցույցնել մեկը, որ ձեռք կբարձրացնի երկրի ղեկավարի վրա կամ որևէ պաշտոնյայի վրա եւ կմնա անպատիժ։ Եկեք էլի գնանք մինչեւ 2018 թվականը։ Կար արդյոք մեկը, որ կարող է շալարերի այն կողմ տեսնել որևէ երկրի ղեկավարի կամ որևէ պաշտոնյայի։ Դուք երբևէ նման դեպքերում եք, երբ օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը այդպես մտնեն նախաներ եւ այդպես շարժվային կամ շփվային քաղաքացիների տեսնին գործով այդ ինչ ֆորմատը դրանում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչու ենք մենք մոռանում եւ չենք գնահատում այն ինչ ունենք։ Ի վերջո տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի բարևելու համար քաղաքացին ցուցարանին սպանել են եւ սա իհարկե չեմ ուզում անհատես մասնակցել, բայց դա որպես արտահամակ իշխանություններին վերաբերելի արտահամակարգման եւ ստացվում համեմատություն իրականացնում։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանին բարևելու համար տարել են մասնիկ Ուկրաինի սպանելով, տեսելով սպանել են, դա նորմալ է ընկալվում քաղաքացիների կողմից, որովհետեւ դա ուժեղ լիդերի հատկանիշ է։ Բայց երբ որ երկրի վարչապետը ընտրված լեգիտիմ վարչապետը մտնում է եկեղեցի, որ պատարագին մասնակցի եւ դուրս է գալիս ազգուշաբար կպնում է քաղաքացիներից մեկին, այդ երիտասարդը իրավունք ունի պատասխանելու երկրի վարչապետի վրա, դուք եք տեսնում։ Այսօր են ասել, կամ ինքնին խոսում, ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, եթե ես վիրավորում եմ շատ մայրերի կամ շատ քաղաքացիների այս պահին ունեցած հայացքները, բայց հարգելիները չի կարելի գործել անցան կամ տանցան եւ դրա համար օրինակ մնալ անպատիժ։ Վերջո բոլորն էլ երկու քաղաքացիներ են։ Մենք էլ ենք եղել ընդդիմությունների ժամանակ եւ հիմա ոչ շատ են խոսում թե ինչու է օրինակ այսօրվա Հայաստանի ընդդիմությունը այսպիսի, իսկ իշխանությունը այնպիսի, շատ բարձ պատճառով, որովհետեւ 2015-ից առաջ այն իշխանությունը, որ այսօր ընդդիմություն է եւ այն ընդդիմությունը, որ այսօր իշխանություն է, պարզապես շարունակում են մի ոճով ինչ որակի որ իշխանություն են եղել, այդ որակի ընդդիմության ներկայացուցիչներ են եղել։ 2021 թվականին այս նույն ընդդիմության ներկայացուցիչների զավակները, դրանց հետ կապակցված մարդիկ հարձակվեցին եւ Գյումրի պահացին եւ ասում են բոլորի հիշողությունները պիտի գործան լինեն ու հիշեն այս դեպքերը։ Հարձակվեցին մեծահասակների վրա, սկսեցին հիշողություն, սկսեցին նրանց։ Բայց օրինակ բոլորը սպասում են, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կամ պատգամավորները կարող են աշխատանքի դուրս գան եւ ինչպես բոլոր մարդիկ, բոլոր քաղաքացիները հայտնելով գնան որպեսզի հասնեն դիմու կամ մոտենան նրանց մեքենաներին, պետք է նրանց վրա հարձակվեն ինչ-որ մարդիկ եւ այդ մարդիկ մնան անպատիժ կամ իշխանությունները դրսեւորեն անբացատրելի մեծահոսություն։ Իշխանությունը առանցատել մեծահոսություն։ Ես արդյոք ուզում եմ ձեր հուսադրությունը հրավիրել 2000
20 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության տեղի ունեցող դեպքերին եւ այսօրվա երկու գործընկերներ ովքեր նոր են բալիկ ունեցել եւ պետք է գնային իրենց երեխաների մոտ այսօր Հայաստան Դաշնքի որոշ պատգամավորներ ծերերով արերով հարձակվել են մեկին գործընկերների վրա ովքեր փոխում են գնալու։ Ես ուզում եմ հասկանալ էլ ինչ են պահանջում իշխանությունները, էլ ինչ պիտի պետք է լինեն իշխանությունները։ Ուսանք մեր հարձակվեն մեզ վրա, ծեծեն, արերով խփեն, ձևերով խփեն, մեզ հրեն մեքենաների տակ, կամ ամենավերջին հարյուրատեսություններով մեզ խփեն եւ մեզ ոչ մի բան չանեն։ Ցավալիորեն պետք է նշել, որ կան քաղաքականներ, ովքեր սա համարում են ուրույն, ովքեր համարում են, որ այսպիսի իշխանությունները իրավունք ունեն մնալ իշխանության, որովհետեւ նրանք հանդուրժում են ամեն ինչ։ Բայց երբ որ որոշակի դեպքերով պայմանավորված իրավական համակարգային ամենայնիվ արձագանքում են նման դեպքերին, այստեղ իշխանությունները վատն են, իշխանությունները չեն հետևում ժողովրդավարության կողմերին, կամ որ ասում են օրինակ զոհվածի դուստրը կամ երեխաների պապը եղել է շատ հայտնի հասարակական քաղաքական դեպքերով դեմ դա ինչ-որ մեկին թույլ է տալիս, որ նրանք օրինակ հակաօրինական կամ պատերազմի գործողություններ ունեն։ Իմ հայրն էլ շատ անվանի իրավաբան է, բայց ես կարծում եմ, որ ընդհանրապես դրանով պայմանավորված ես իմ փոստերում եմ գործողություններում իմ շահույթներում պետք է կրկնակի դերակի ջանք ստացնել, որպեսզի որևէ խնդիր չառաջանա հակառակը եւ ոչ թե պատը սպառվեն այս կոչումին հետևեն, այլ ընդհանրապես մի բան էլ ավելացնեմ դերակիցները իմ նկատմամբ եւ իմ հոր կամ իմ այլ հարազատների համար։ Ինչու պետք է իշխանության մեջ գտնվող մարդիկ այդպես իշխանան, բայց ընդդիմության մեջ գտնվող մարդիկ, ովքեր քաղաքացիների ապրանքի տեղ են դնում, մեծ իրավունք ունենան այսպես իրենց պահել վարչապետի հետ կամ մտածեն, որ կարող են դեր պատրաստել վարչապետի վրա եւ մնան անպարտիվ։ Ի վերջո ուզում եմ եւս այս հաշվը ամփոփելու համար հանդիպի իրավունք մի երկար է, եթե ուզում եմ հիշեցնել, որ այս երկիրը տեսել է ցավով այդ նույն քաղաքական գործիչների իշխանավարման օրոք մենք ունեցել ենք սարսափելի դրվագներ, սպանություններով եւ այլն, որոնք ցավոք չեն ունեցել միայն տվյալ մարդկանց համար դառը կամ շատ սփոփ ողբերգական հետևանքներ։ Դրանք փորձ են եղել դեպատելի պետությունը եւ այսօրվա ծերունը եւ ինչպես նաեւ մեր ժողովուրդները այո իրանք վրա ուղիղ կրում են հոկտեմբերի 27-ի հետևանքները։ Շատ ուղիղ կրում են։ Այսօրվա ընտրողները 2008 թվականի մարտի 1-ին ծնված երեխաներին Ութը նրանք չեն հասկանում, բայց այո նրանք ուղիղ իրենց վրա կրում են մարտի 1-ի հետևանքները։ Եվ այս նույն մարդիկ են, որ այսօր այսպես տարի լույսի մեջ են ուզում հանդես գալ, ինչ-որ ձեր հարցերից են խոսում, ինչ-որ քրտիչներից են խոսում, ինչ-որ վիշել են, որ ժողովուրդ գոյություն ունի։ Արգելիները, եթե դուք թողում եք ամեն ժողովրդին կամ քաղաքացուն, ուրեմն ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ իշխանության աղբյուրը հենց ժողովուրդն է եւ ոչ երբեք ձեր ապօրինի ալանած հիմարները եւ այն հսկայական փողերը, որոնք դուք այսօր ունեք եւ իրապետում եք այդ հիմարները, որի դեպք գողացել եք այդ մի ժողովուրդ։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան։ Զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։
Իսկական ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ քեզ անկաշկանդ ես զգում, երբ ամեն ինչ իր տեղում է, իսկ դու քո տարերքի մեջ, երբ պատերը ոչ թե սահմանափակում են, այլ ոգեշնչում։ Իդեալ համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից, եվրոպական պաստառների նոր ու լայն տեսականին, գերմանական Rush, ֆրանսիական Ugepa, իտալական Parato եւ Emiliana Parati, Hohenberger, Ravenna, Elysium, Wallap, It's Show, արդեն իդեալ համակարգում սկսած ընդամենը 490 դրամից։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։